table. Une émission proposée par Hype FM. Եթե պետք է հավատալ տրախտիկոյության, դժոխքը ինք արդեն պաստացի իրականություն հանդիսացավ սուրիացիներու եւ սուրիահայերու կյանքերներս այս վերջին տարիներուն։ Սպյուրքի մայր կաղուտը Հալեբը անմասն չմնաց այդ կաղուսեն եւ երբեմնի ծաղկուն այդ օրանը դգարացավ, փոքրացավ, բարբվեցավ, բայց մնաց միշտ գանկուն։ Օգնություններ հասան, բայց Հալեբահայը երբեք օգնություն չխնդրեց։ Քիչ օգնութենեն չփողոքեց, չզրբարտեց։ Եթե պատերազմի առաջին հանգրվանին Հոմս ներդիրախ իր հայությամբ նաև շուտով զանգվածային արհավիրքը հարվածեց Հալեբը։ Քաղաքը հատվածներու բաժնվեցավ, զինյալ ումպոստ տարերը հայկական տաղերեն միայն հարյուրավոր մետրերու հեռավորության վրա էին, եղան արևանկումներ, եղան գործարաններու եւ արհեստանոցներու գործանումներ եւ փակումներ, եղան առանց ջուրի ամառներ, առանց չերուցման ծմերներ, եղավ կախտ ու պախուստ դեղափոխություն։ Նաև եղավ պախուստ, երբ տրկական սահմաններեն մինչև ադամները զինված բազմազգի խմբավորումներ խուժեցին կեսաբեններս, բերկուդուներ ավերի մեջ թողնելով։ Ահա ոչ բավարար, ոչ ամբողջական եւ հազարավոր կիլոմետրերեն դիտված վիճակի ամփոփումը, որ արիտը բիդունենանք լավակույնս թեզի ներկայացնելու այսօր շնորհիվ Հալեբի կյանքի մեջ գետրոնական դերակատարություն ունեցած եւ ունեցող երկու անձնավորություններու, երկու հյուրերու Շահան arczepiskopos Սարգսյան պերիոդ թեմի առաջնորդ եւ Գարո Յուզբաշյան Հալեբի ազգային ժողովի ներկայացուցիչ, որոնք այս բացառիկ կարծուրտալ հայդակրի ընթացքին պիտի փոխանցեն, պիտի պատասխանեն Ֆրանսահայ լրատվամիջոցներու հարցումներուն, Ֆրանս Արմենիեն Դիկրան Եգավյանին, Նոր Հարաչեն Ժիրայր Չոլակյանին եւ ինքս IPFM-ի անունով աստվածօգնական սրբազան բարի եկածեք, Սկացված ենք, ուզված ենք ձեր ներկայությամբ, որովհետև ահավասիկ 5-6 տարի է կհետևինք Հալեբահայ եւ Սուրիահայ կյանքի մենք կգետրոնացնենք մեր ուշադրությունը Հալեբի վրա դերևս, որովհետև մեծակույն համայնքն է Սուրիո մեջ, սակայն պիտի խոսենք ամբողջ Սուրիայի մասին եւ փորձած ենք տարբեր առիթներով, այո, դրամահավաքի ճամփով, բայց ոչ միայն այլ լրատվություն փոխանցելով, գաբեր հաստատելով ձեր համայնքի ներկայացուցիչներու հետ դերյակ ենք շատ բաներ է, բայց ձեր կենտանի վկայությունը մեզի համար կարևոր է, որու համար ոչ թե միայն ուրախ ենք, որ դեղեցությունը աղբյուրեն պիտի կանք, այլ իսկապես շատ հուզված ենք, որովհետև նշեցի Սուրիահայությունը այն քաղուտն է, այն մայր քաղուտն է, որ մե սպյուրքը փխեցավ կարելի ասել եւ հավասիկ դուք այսօր եկած եք նաեւ շրջակայությամը դեպի Մարսեյ, դեպի Լիոն, դեպի Վալանս, դեպի Հոլանդա, դեպի Բելգիկա, որբեսի ձեր խոսքը հասցնեք բոլոր ֆրանսահայերուն, բելգիկահայերուն, հոլանդահայերուն։ Շնորհակալ եմ Ֆրանս-Արմենի եւ Նոր Հարաչ տերտերուն, որ կմասնակցին այս բացառիկ ցևի կարծուրտաբլին, ուզեցինք բոլորս միասին ուղղել մեր հարցումները ցեզի եւ առաջին հերթին սրբազան գուզենք շատ գործնական, շատ կետնի, այսպես հասկացողությամբ խոսիլ, վիճակը ինչպես է այսօր Հալեբի մեջ եւ ընդհանրապես Սուրիո մեջ։ Թույլ դրվի առաջին հերթին նախ շնորհակալություն հայտնել Ռադիո Այփին եւ այն կազմակերպող մարմնին, որոնք մեզ հրավիրեցին Եվրոպայի սիրտի եղող Փարիզի, Ֆրանսայի եւ հյուսիսային շրջանները այցելել Սուրիահայության դակնաբի առաջին օրերեն սկսյալ մեր ժողովրդի զավակները հայտնվեցան դարիներու երկայնքին վրա չիրակորձված կամ չտեսնված երևույթներու, որոնք պատերազմական գործողություններն էին, այսօրվան թրությամբ դակավին իրավարտին չի հասած սուրիական դակնաբը, ճիշտ է որ Հալեբ քաղաքը ռազմական գործողությունները թատրած է եւ սակայն ընկերային եւ ամիջական գարիկները ջուրի, էլեկտրական հոսանքի եւ այլ տեսակի անհրաժեշտություններ կբացին դակավին, որ կնշանակե ժողովուրդը կգտնվի դակնաբի մեջ եւ կշարունակե իր կյանքը բնականորեն ոչ բնական պայմաններու եւ բնականon ընթացքի մեջ։ Այդուհանդերձ Հալեբի ազատագրումով
Սուրիահայերը ընդհանրապես, բայց մասնավորապես Հալեբը հայերը եւ Հալեբը Սուրիահայության մայրաքաղաքն է, ինչպես Սպիրկի մայր քաղուտ անվանումով ծանոթ է, անոնք գագնգալ են եւ գմախտեն եւ մենք որպես եկեղեցական հավատացյալ գաղութենք, որ Աստված խաղաղություն հաստատե միջին արևելքի Սուրիո մեջ եւ մասնավորապես մեր համայնքը կարողանա ինքսինք վերականգնել, բայց առայժմ գացությունը այն չէ, ինչ որ գագնգալվի։ Հույսով ենք, որ այս ընթացքը կփարեշրջվի եւ քաղաքական լուծումներով Սուրիո դակնաբը կվերածվի քաղաքական ընթացիկ հանդիպումներու եւ քննարկումներու ջամփով նորոգվող Սուրիոմը եւ նորոգվող այս վարակային հայ համայնքի բան։ Նախքան իմ գործընկերներուս խոսքը տալու Կարո Յուզբաշյան, դուք որպես ազգային ժողովի ներկայացուցիչ, բայց նաև որպես կուսակցական ղեկավար, ինչպես կգտնեք այսօրվա հատկապես կուզեի ասել միասնությունը հալեբահայության եւ սուրիահայության, որում մասին շատ շեշտվեցավ, նույնիսկ առաջին օրերեն, որ գոյություն ունեցավ բոլոր կուսակցություններու, հարանվանություններու հետ միասին։ Լավ, շնորհակ, ուրախ եմ այս հանդիպման համար եւ շնորհակալ եմ ռադիո IPN, որ արիտ ընծայեց Սուրիո մեր կյանքի մասին զեկույց լսելու այս հանդիպման ընթացքին։ Մեկ բան կուզեմ ասել, որ նախ միասնականությունը, որ այսօր պատերազմի օրերուն ավելի շեշտված է, նախապես նաև գոյություն ուներ։ Մեր քաղաքի մեջ, հատկապես Հալեբի մեջ, որ հայության մեծաթիվ ժողովուրդ է որ կապրի, մենք պես իրարու հանդեպ լարվածություններ չունեինք։ Պատերազմի բերումով, պատերազմյան իրավիճակի բերումով, անշուշտ շատ ավելի շեշտվեցավ այդ միասնականությունը, թե որպես գուսակցություններ եւ թե նաև որպես համայնքապետեր։ Դեր համակավեդեր այդ խնդիրը չունեին, որ մեկ տեսակ խնդիր չունեին։ Հիմա Հալեբը, այսօր Հալեբը, անշուշտ ապահովական իմաստով, պաղտադապար անցյալին, որ շատ վտանգավոր էր, այսօր ապահով է Հալեբի մեկ մասը եւ մասնավորապես այսօր հայությամբ լեցված շրջանը, տաղամասերը, որտեղ դակավին գա Հալեբի մեջ այլ տաղամասեր, որ ենթակա են հարվածներու մոտ են, որտեղ այդ զինյալ ահապեգիչները դակավին կգտնվին Հալեբի արևմտյան բաժնի մեջ, այնտեղ չի ազատագրված։ Հարավային բաժինն է, արևելյան բաժինն է, որ ազատագրված է։ Այսօր ավելի պաղտադապար անցյալին ավելի հանգիստ ենք, ավելի ապահով ենք, կգալենք, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքին ավելի դրական նորություններ կան հատկապես Հալեբի մասին։ Լիկրան Եկավյան, Աստծոքնական սրբազաններ, Աստծպաբն։ Վերջերս Նորին Սուրբ Ուսուցչյան Արամ առաջին վեհապարին այցելեց Հալեբը եւ բարի տեղավ մեծ խանդավություն իրենց հայցելությունը եւ նաեւ իրեն համար արի տեղավ, որ անդրադառնա գետնի վրա ավերակներուն, այսինքն ամբողջությունը, անդրադառնա նաեւ նյութական վիճակը, ինչ մնացած է, ինչ կնան գնել եւ եթե չեմ սխալվիր պիտի սկսիկ լուրջ կնարգել, այսինքն ծրագիրը, որպեսզի կարողանանք հետևանք, այսինքն հեռանկարներ, այսինքն համար պատրաստել նոր, այսինքն ծրագիրը, ինչ պետք է անենք, որպեսզի ամենաշուտ պայմաններով վերակենդանացնենք Հալեբը եւ վերակառուցենք։ Այսօր մասի ինչ կնանք ասել եւ քալի կամիսներով երբ պիտի պատրաստեք այս ծրագիրը։ Նախ անդրադառնամ մեկ վարյան միասնականության եւ երկրորդ նաեւ Հալեբ բացատրության միասնականություն ինչպես բարոն Յուզբաշյան ակնարկեց սրբազան ես բաղակից մտանամ, որովհետև երբ ցեզ կներկայացնենք որպես պերիոդ թեմի առաջնորդ, մեր ունկնդիրներուն շատերու համար հստակ չէ թե Պերյան ինչ է, գուզեի որ նշեք Շնորհակալ եմ ադոր, որովհետև ես ալ գուզեմ ճիշտ այդ մեկը բացատրել, նախ հստակացնել, ծանոթացնել աշխարհակրական դարածքը եւ նաեւ Սուրիահայություն եւ որ գսենք ինչ կհասկանանք, այսօր մեջ պետք է հստակացումները լան, որբեսի մեր սիրելի ունկնդիրները ճիշտ հասկանան եւ ճիշտ կողմնորոշվին եւ նաեւ իրենց հասկացողությունը հարաբերաբար արևմտյան դեղեկատվական այսպես լրատվական միջոցներուն ստանան ինչպես դուք մատնանշեցիք ճիշտ աղբյուր են Սուրիահայությունը մեկ ամբողջություն մնե
երկու ժամանակաշրջաններ գուկա, մեկը նախացեղասպանության ժամանակամիջոցը, մասնավորապես Հալեբ քաղաքը պատմական ամենահին տարածքն է եւ թեպի Երուսաղեմ ջամփոն վրա այն հոգեդուները, այն գետրոնները, ուր հայություն գար նախքան 1915-ով սկսող եւ գուցե ատկե մինչեւ 23 երկարացկվող ցեղասպանական գործողությունները Թուրքիո կողմեն գործադրված հայության վրա եւ հայ նոր հոսանքներ նախ որպես գաղթական, ապա որպես տեղացի եկան եւ տեղավորվեցան հյուսիսային Սուրիո մեջ եւ տարածվեցան Սուրիո զանազան շրջանները։ Փերիո հայոց թեմ երբ որ գսենք Հալեբի թեմ չի նշանակել։ Փերիո հայոց թեմը Սուրիահայ թեմն է իրականության մեջ։ Սուրիո մեջ ժամանակակից հասկացությամբ փաստորեն երկու թեմ կա, Փերիո հայոց թեմը որ Հալեբ եւ Սուրիո բոլոր նահանգները իբացարյալ մայրաքաղաք են։ Երկրորդ Դամասկոսի հայոց թեմը կա, երկու թեմերը Մեծիդանը Գրիգորիո կաթողիկոսության պատկանող թեմեր են եւ թարերու ընթացքին գործեին որպես մեկ ամբողջություն, իսկ մեր ժողովուրդը այսօր այս կացության մեջ ինչպես ճիշտ մատնանշվեցավ, հատկապես գրոնական հարանվանական իմաստով մեկ ամբողջություն է հայ արաքելական, հայ կաթողիկե, հայ ավետարանական եկեղեցիները բادرազմները, նեղությունները մեզ կովկովիպերին առավել եւս ամրացնելով այդ միասնականություն եւ հարաճացին Սուրիահայության շտաբօգնության եւ վերագանքնումի մարմինը, որը մասին վստահաբար քիչ հետո կանդրադառնանք, բայց այս հովանոցին ներքև բոլոր փաղատրիչ տարերը Սուրիահայության կգտնվին միասնաբար։ Գալով այս անգամ եւ շատ կարեւոր այն մատնանշումին, որ հարցատրումից եւ դեղեկանք փոխանցելու իմաստով առաջարկվեցավ, ուրախ եմ ասելու եւ Սուրիահայերը ուրախ են, հատկապես Սուրիապնակ Սուրիահայերը եւ վստահաբար սպիրկացած Սուրիահայերը, որ Մեծիդան Գրիգորիո կաթողիկոս նորին սուրբոզություն դեր Արամ առաջին վեհապար հայրաբեդը հadouk այցելություն մշնորեց Սուրիահայության մայրաքաղաք Հալեբին։ Այս այցելությունը մեկ գար ժամանակ առաջ գանխվեցավ Ձովապի շրջան, Քեսապլատակյա Թարտուսի շրջան դարածված մեր ասկագիցներուն, հայրենագիցներուն, հավատագիցներուն այցելությամբ։ Վեհապար հայրաբեդին այցելությունը այս անգամ նպատակադրած էր մեր ժողովուրդը նախ ներս գտնվողները, Սուրիապնակները խրախուսել, քաչալերել իր ներկայությամբ, իր պատկամներով, բայց մանավանդ իր այսպես Աբակայադեսիլ նայվածքովը վերանորոգության եւ վերագանքնումի ծրագրով։ Թույլ դրվի ասել, որ 2017-ը Մեծիդանը Գրիգորիո կաթողիկոսի կողմէ հրճակագրով վերանորոգության տարի կոչվի։ Եվ վերանորոգության մեջ վերագանքնումի հասկացողությունը, որուն հadouk գոչը ուղղվեցավ Հալեբեն, ոչ միայն Սուրիապնակներուն, այլ ամբողջ աշխարհին, ամբողջ հայության։ Հայրենիք թե սպիրկ, որովհետեւ զորագից եւ զորավիկ կանգնի մեր ժողովրդին եւ կարողանանք վերագանքնել մեր պատմական այս համայնքը։ Այս իմաստով պետք է հիշեցնել բարձրապես, որ այն պատկերացումները երբեմն երեխայական լալու աստիճան թե բոլոր Սուրիահայերի հետ կվերաթարնան իրենց բնակարանները, իրենց գործադեղիները, իրենց նախկին իրավիճակի մեջ կմտնեն, պատմությունը եւ բնությունը այդպես չէ։ Ավերածությունը բادرազմը այդ մեծ ցնցումը որ ապրեցավ Սուրիահայությունը եւ ինչու՞ չէ նաեւ այդ ցնցումին հետևանքները գաբրի ամբողջ մեր ժողովուրդը բնականորեն գկիդակցի որ այն զանգվածը որ ներսն է եւ այն զանգվածը որոնք օրը պիտի փափակին վերաթարնալ եւ շարունակել այն հավաքական երթը միասնական երթը վերագանքնումով պետք է սկսի վերագանքնումը լոզունգ չէ ինչպես որ երբ Սուրիական տակնապը սկսավ, տակնապի առաջին օրերուն Արամ առաջին վեհապար հայրաբեդի կողմէ ուղված գոչը, ապա նաև մեր միություններուն եւ գազམ་ագերբություններուն կողմէ ընթարաճված եւ դադարված գոչերը Սուրիահայության օժանդակության իմաստով մեծ ներդրում եւ մեծ անդրադարձ ունեցան։ Վեհապարին մեզի ներկայացուցած պատկերացումը վերագանքնումի բարձ եւ անգերց լալու համար ասեմ անձնական պատկերացում եմ անտին է, ինչու որովհետև վեհապար հայրաբեդը իր թե միջազգային, թե համահայկական առումով ունեցած հարաբերություններու մեջ առավել նաև իր
որպես ղեկավարի, որպես հոգևոր եւ ազգային ղեկավարի սպիրտի մեջ իր պատկերացումները աչքի առջև ունենալով փերած էր մտածումներու աշխարհը եւ դեղատրած էր մեր առջև, որպեսի Սուրիո մեջ բնակող հարանվանություններու, միություններու բոլորին ներկայության նաեւ լսե անոնց վերապերմունքը վերականգնումի ծրագրին առնչությամբ։ Վերականգնումի գաղափարը սկսավ Հալեբ քաղաքի ազատագրումով։ Հստակացման տեսակետը մեմը անգամը եւս ասեմ, որ երբ Հալեբ կսվի ընդհանրապես մեդիայի մեջ, ոմանք կհասկանան քաղաքը, ոմանք կհասկանան նահանգը։ Քաղաքը ազատագրված վիճակի մեջ կգտնվի։ Բայց նահանգը տարբեր տեսակի զինյալ խմբավորումներու ենթակա է, եւ այդ իմաստով է, որ բարոն Յուզբաշյանը երբ որ գակնարկե թե արևմտյան շրջան կամ արևելյան շրջաններու մեջ գրիվներ կամ ռմբագործումներ երբեմն տեղի կունենան, չի նշանակել, որ Հալեբ քաղաքն է, որ այս բարակային պատերազմական այն 4.5 տարվան գործընթացին մաս կգազմի։ Վերականգնումի ծրագրին առնչությամբ, որովհետև մեզ հետաքրքրողը անցյալը չէ այս բարակային։ Ամիջական ներկան եւ մանավանդ քալիքը ինչ պիտի ընե մեր ժողովուրդը Սուրիո մեջ, ինչ պիտի լա Սուրիահայության մոդիկ եւ հերավոր ապական եւ ինչպես պետք է հիմնադրել այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է վերականգնել մեր ժողովուրդը։ Սրբազան, այս ուղղությամբ կարելի է նշել ինչպիսի ծրագիր կա, այսինքն այս բահուն բացի դուք նշեցիք, որ լոզում չեք, այլ գաղափար եւ ծրագիր, բայց ինչ պետք է հասկանանք վերականգնում ասելով նոր դպրոցները միացնել, նոր դուներ սարքել, որբեսի դուրսեն մարդիկ վերադառնան ցանկացողները, ինչ է ծրագրի իմաստը։ Ծրագրի իմաստով ովևէ մեկ պետություն, ովևէ մեկ կառույց, ովևէ մեկ կազմակերպություն, նույնիսկ անհատ, երբ որ գուցե վերսկսիլ բամը, ուրեմն նախ արժևորումը կկատարի։ Առաջին հերթին ինչ վնասներ գրեցինք։ Մարդկային վնասները հատկապես մեր կողմէ կոչված նահատակ կամ զոհ նահատակներուն հիշադակին արժև կխոնարինք բնականաբար եւ անոնք որոնք վիրավորվեցան եւ գրեցին այն ոչ միայն ֆիզիկական նաեւ հոգեբանական այն աղետալի վիճակները, որոնց մեջ գաբրի դակավի մեր ժողովուրդը ներս կամ դուրսը վերականգնումի ծրագրին առնչությամբ մենք այսօր նախ վնասներու ընդհանուր պատկերն է տեխնիկալ իմաստով լուսանկարներ, չափակրական վիճակներ, տարածաշրջաններ եւ թույլ դրվի ասել, որ միան Հալեբի վերականգնումի խնդիր չէ։ Թեև Հալեբով կսկսենք, որովհետեւ ամենամեծ վնասը, ամենաձանր հարվածը Հալեբը գրած է եւ ծրագիրը այն է, որ մեկ կողմեն մեր հիմնական կառույցները եւ հատկապես դպրոցները, ապա մեր եկեղեցիները, միութենական կառույցները մյուս կողմեն մեր ժողովրդին ապրելու կարելիությունը ստեղծող բնակարանը եւ գործադեղիները, աշխատանոցները կարողանանք մենք վերականգնել։ Տեսեք, ասիկա մեծ ծրագիր է, պետություններ անգամ կդժվարանան նմանօրինակ ծրագիրներ լավագույն ցևով ներկայացնել եւ հաղթահարել։ Մենք երազադեսությամբ չէ որ գաբրինք, մենք մեր ոտքերը դրած ենք յետին, բայց նաեւ մեր պատկերացումները եւ ակնկալիքները այն են, որ եթե կարողանանք մնացող ժողովրդին, բնակարանի եւ աշխատադերի հարմարությունները ստեղծել, այլապես ինչպես պիտի վերսկսի կյանքը եւ հատկապես բոլոր անոնք, որոնք մեկնեցան եւ անոնք, որոնք կփապակին ետ վերադառնալ, երբ խաղաղությունը հաստատվի երկրներս, ուրեմն բնակարան կորզադեղիներու խնդիրը պետք է լուծել առաջին հերթին եւ երկրորդ մեր դպրոցները, ինչպես ճիշտ մատնանշեցիք, մենք ունենք 11 դպրոց Հալեբի մեջ։ Այս 11 դպրոցներեն 1-2 քանթված վիճակի մեջ է։ Ասկային Մեսրոպյան վարժարան, Սուրբ Գևորգ եկեղեցիից, որ նաև այրած մեր եկեղեցին։ Նաև քանթված բաժիններ Ասկային Զավարյան վարժարան եւ դպրոցներ կան, որոնք փառք ամենակալին ոչ մեկ վնասներ ունեցան։ Մենք կարողացանք ամփոփվել շենքերու մեջ հիմա մեզի համար, որպես Փերիո հայոց դեմ այս բարակային խոսիմ, Ասկային քարե եփե ջեմարանի վերապացումը, որ շուտով դեղի կունենա, եւ հավանաբար 2016-17 ուսումնագրական տարեշրջանի ամավերջի անտեսը դեղի ունենա Ասկային քարե եփե ջեմարանի շրջապակի մեջ, որպես խորհրդանշան, որպես մեր վերականգնումի գամքին արդահայտություն, ապա մեր դպրոցներեն
այն շենքեր, որոնք հարմարություն ունին դպրոցային ծառայության համար, պիտի բահվին, իսկ այն դպրոցները, որոնք այսօր թեթևակի նորոգութենեմ հետո գրնան ասկային մեր ծրագիրներուն, մարզական, մշակութային իմաստով օգտագործվել, սանոք պիտի օգտագործենք։ Մինչև ապրիլի վերջը, հավանաբար մինչև մայիսի գեսերը, մենք այս ուսումնասիրական աշխատանքն է որ գտանենք հավաքաբար եւ թույլ դրվի իսել փառակորձացել մասնակիտական իմաստով։ Բադահական գերբով չէ որ այս ուսումնասիրությունը կկատարվի եւ բադահական ակնկալություններ չեն որ ասենք ինչ որ կարելի է մեր ժողովուրդը թողող ժանտակե փամ մգնենք, փամ անելու խնդիր չկա։ Հստակ պետք է լա որ ծրագիր եւ ծրագրին նաեւ քյուրեղացման ընթացքն է։ Մենք որ ադիգա մինչեւ մայիս կարողանանք իրականացնել անոր զուգահեռ եթե ռազմական գործողությունները օրստորե խաղին եւ քաղաքական գործընթացը դեղի ունենա եւ խաղաղության վերահաստատման կարելիությունները կցակրվի մեր արչեւ մենք առավել եւս խանդավառված կլանք աշխատել թույլ դրվի միանսել բեապար հայրաբեդին 2017-ի առաջին շաբաթը Սուրբ Ծննդյան Աստվածահայտնության դոնին արդիվ կալ Սուրիո մեջ Հալեբի մեջ Հալեբա հայության ճամփով Սուրի հայության հետ միասին ըլլալը ավեդիս մնե Փարիլուր մնե մեր ժողովրդի վերականգնումին Այդ իմաստով որ մենք պետք է այս ամբողջ աշխատանք։ Ժիրայր Չոլակյան, նոր առաջ։ Շնորհակալություն Սրբազան հայր, Մարան Յուզբասյան։ Գուզեի եթե գրնակ հստակ պատկերացում ունենալու համար ժողովրդական առումով խաղապար ունենալու այսօր Հալեբը իբր քաղաք իր բնակչությունը որքան է, որքան հայություն կա այնտեղ եւ ռազմական գործողություններու դատեցումենի վեր արդյոք վերադարձողներ կան եւ ընդհանրապես նաեւ քանի որ հարցը առաջին խնդիրը որ դուք արձարծեցիք միասնականության հարցներ արդյոք այլ մյուս համայնքներու կրոնական համայնքներու եւ նաեւ բաներու հետ ցերային այդ խմբակցություններու քուրդերու հետ սունիներու հետ շիիներու հետ ընդհանրապես սուրիացի քաղաքացիական բատկերը դարբեր բաներու ժողովուրդներու արդյոք այդ առումով նաև հաշտության ոյմեք կորզընթաց սկսած է ինչպես են հարաբերությունները հատկապես սուննի շիի բախումի Մենք փորձենք հարցի երկուքի բաժնել առաջին հերթին վիճակագրական դվյալներ այսօրվա հալեբայության վիճակը քաղաքտողներու եկողներու մնացողներու Գարո Յուզբասյան Նախ ասեմ որ այս պատերազմի պատճառով այսօր ժողովրդի 1/3-ը չկա Եվ ժողովրդի դեսեմ հատկապես հալեբայությունը նկատի գարնեմ, որովհետև պատերազմի սարսափելի բաժինը Հալեբին վիճակված էր։ Մյուս շրջաններում մեջ մերթ եւ այդտեղ մենք մեծաթիվ հայություն չունենք, ադոր համար ընդհանրապես շատ հաջող երբեմն Հալեբ բարը գործածենք Սուրիո մագարտակով խոսած լալու իմաստով։ Այսօր կգարձեմ որ Հալեբի մեջ մեր առաքելական համայնքը պետք է 12-13 հազարը չանցնի, առաքելական համայնքը, բայց անոր վրա ունենք մենք հայգատողիկ են, ունենք նաև ավետարանական համայնքը, և ունենք նաև, եթե ուզենք ամբողջ Սուրիո հայության վերադառնալ, շրջաններու մեջ, Թարտուսի Ծովեզերյա շրջաններու մեջ, Թարտուս, Լատակյա, Կեսապ և նաև Կամիշլիի մեջը, գոյություն ունի այնտեղ հայություն։ Հետևաբար, եթե Հալեբի Ինչ վերում ասին կարելի է խոսիլ ընդհանուր Սուրիո հայության մոդավոր մնացող թիվը Նայեցեք 7500 Ծովեզերյան շրջաններն են Լատակյա Կեսապ եւ Տարտուսի գոմը 3000-3500 հոգի քուցե Կամիշլին է նույնքան մոդավորապես նաեւ մենք ունենք Դամասկոսի մեջ ասეთ վերթվային ընդհանուր բանը Ասիկա առաքելական համայնքի մասին խոսիմ, ասիկ կան նաև ասորվա պետք է ավելցնել հայգատողիկի համայնքը, որոնց մեջ նաև երբեմն առապախոսներ կան, բայց ի վերջո հայգատողիկի համայնքի մաս կգացվի, ավետարանական համայնքը։ 30-40 հազարի միջև Այո, 40-ի կմոդենանք։
Բացի թիվերեն ուրեմն մնացած վիճակը դերևս կարելի նաև օգտվել այս հարցում են ասելու թե ուր կացած են գաղթականները, այսինքն ներքին դեղափոխություններ կան, բայց նաև որ երկիրները այսօր ավելի շատ գիտենք որ Հայաստանի մասին խոսակցություն հաճախ եղած է, բայց ուր են այսօրվա Սուրիա հայերը։ Այսօրվա Սուրիա, նայեք, բادرազմը, որը սկսավ, կամաց մարդոց մտասևերումը հայրենիքներ։ Եվ մենք որպես ասկային եւ գուսակցական ղեկավարություն ժողովրդին ուղեցինք դեպի Հայաստան։ Եվ անշուշտ արկեք չեղանք առաջին երթին, եթե անոնք ուզեցին երթալ Զովեզերյան շրջաններ, Սուրիո ներքին ապահով քաղաքներ։ Այսինքն բացարձակ խնդիր չէր, բայց եթե երկրեն դուրս պիտելներ, Լիբանանը խնդիր չունեինք եթե երթալ, այսինքն հայրենամեծ քաղաքներ խնդիր չունենք, բայց Հայաստանը անշուշտ նպատակահարմար էր։ Եվ մենք ասենք, որ բոլոր անոնք, որոնք ուզեն հայրենիք հաստատվել, մեր կողմէ օրհնություն կստանան։ Իսկ գծավինք տեսնեն զիրենք օդար ծովեն անտին, օվկիանոսեն անտին ապերով, որ ուր այլասերումի վտանգ կա։ Սրբազան այր Ժիրայր Չոլակյանի երկրորդ հարցը կապված ընդհանուր հարաբերական մթնոլորտի մեջ մասին, թե իսլամ, թե քրիստոնյա, թե անտիմատիվ, թե pedagogan, այս բոլոր կողմերու հետ ինչպիսին եղավ պատերազմի ընթացքին հարաբերությունները, լարվածությունները դեգուզ։ Սուրիան խաղաղության մթնոլորտի մեջ քաղաքացիներ ուներ եւ այդ քաղաքացիները ցեղային կրոնական եւ հարանվանական պատկանելություններով գաբրեին արաբական քարունը, ապա նաեւ Սուրիո մեջ առաջին հերթին իրավունքներու եւ ազատություններու մասին խոսող շրջանակները, որոնք արդարացի գրնան լալ սկսան բանջներով ներկայանալ, վերջը փոթորգեցավ մթնոլորտը, որովհետեւ Սուրիո քաղաքացիները իրենց բանջները ունենալով հանդերձ ունեցան նաև ահավոր միջամտություններ եւ այսպես մակնիսացած մթնոլորտի մեջ լարվածությունները սկսան հրահրվել։ Ես չեմ հիշեր, որպես սուրիացի, որպես սուրիահայ, որ մենք թե քրիստոնյաներուն խոսիմ հայ համայնքի մասին, թե իսլամներուն հետ ովևէ դժվարություն ունենանք ցեղասպանութենեն հետո մինչև այս դակնաբի սկիզբը։ Դակնաբի սկզբնավորության երբ որ ռազմական գործողությունները սկսան լալ եւ սպանություններ եւ արևանքումներ եւ ինչպես բոլոր համայնքներու բարակային նաեւ հայեր այսպես կոչված հadouk եղանակ ժամանակամիջոց սեզոնային շրջան մգար երբ արևանքումներու թիվը շատ մեծ էր եւ վերջը անագնգալ գերբով թատրեցավ Ինչպես բացատրել Ինչպես կարելի է բացատրել Կարելի է բացատրել մի քանի ծևերով ըստ երևույթին նախնական շրջանին մարդիկ երկու ծևի աշխատանքներ կդանեին առաջինը արևանկյալներու ջամփով կարողանան մարդոց կողմեն նյութական մեծ գումարներ գործել այսպես էր այլևս ինչու պիտի արևանքային երբ որ հատկապես բարս քաղաքացիներն են ոչ քաղաքական քունավորում ունին ոչալ նույնիսկ ցեղային իմաստով ոչալ գրոնական ամենաշատը գրոնականն է որ հրահրված է եւ թույլ դրվի ասել որ մենք երկրի մեջ ապրողներս այսինչը այս հարանվանության կպատկանի իսլամական իմաստով կամ մույս հարանվանության կպատկանի կամ անծանոթ 3-րդ, 4-րդ, 5-րդ շերտավորումներուն կպատկանի մենք այդպիսի նման օրինակ կացությամբ արժեվ չենք հետո է որ գամած սորվեցանք երբ որ հանգարց այսինչ շրջանակները խմբավորումները հարցագեցան քյուղի վրա եւ սպանդ կդարեցին ուրեմն ցեղայինեն անտին նույն իսլամական գրոնքի մեջը իսլամներու թեմ իրենց հարանվանական հագամարտություններով շատ տարօրինակ եւ վտանգավոր գացություն ստեղծեցին այնպիսի գացությունը որուն արդյունքն են այսօրվան քոնե երկրի մեջ կորձող երկու մեծ խմբավորումները ծայրահեղական խմբավորումները մեկ հատ նշանավոր իսլամական բեդություն գոչվող Դաեշն է մյուսնալ նշանավոր Ջեբհաթ ալ-Նուսրա եւ անոր արփանյակները կամ անոր հետ աղերսված կամ անոր գողքին կորձող տեսակ զինյալ խմբավորումներն է հայերը թիրախ դարձան այն բահուն երբ թրքական կորձոնը մտավ հյուսիսային Սուրիո մեջ ամբողջ հյուսիսը Թուրքիո դարածքն է սահմանամերձ դեղեր են առաջին զորեղ նշաններեն մեկ հատ եղավ Հալեբի բարակային
նորքյուղի վրա կատարված հարձակումները, որոնք դժբախտաբար չդադրեցան։ Սուրիացի քաղաքացիները արդյոք թիրախ կդարձնեն սուրիացի քաղաքացի ցակումով հայերը, պատասխանը ոչ է։ Մենք գիտենք եւ շատ իրազեկ դեղեցություններով մեր թաղամասերու պաշտպանությամբ սպասվող մեր երիտասարդ պատասխանատուները նաեւ գիտեն, դրված լալով որ մենք նաեւ պատմական փորձ ունենք թրքական թե լեզվին, թե մշակույթին, թե վերապերմունքին, ամբողջ իրենց փոխանցած փոխանցված դեղեցությունները հարվածելու, վնաս հասցնելու մասնավորապես թրքական շրջանակներ են գոկայ։ Եթե Հալեբի բարակային նորքյուղի վրա կատարված նշանավոր հարձակումներ եւ Սուրբ Գևորգ եկեղեցվո այրելը եւ տարածաշրջանի մեջ դբրոց եւ բնակարաններ կանտելներ, մյուս բացահայտ զորեղ, ամենազորեղ արդայությունը դերձորի մեր սրբոց նահատակած համալիրի բայտեցումներ։ Մենք տարիներ շարունակ ապրեցանք եւ նույնիսկ սկզբնական շրջանին այս խլրդումներուն կամ դակնաբի սկզբնական շրջանին մենք մեր եկեղեցիներուն, մենք մեր հայ ըլլալուն, մենք մեր քրիստոնյա ըլլալուն համար ոչ մեկ ծևի այսպես սպառնալիք լսեցինք։ Բայց որովհետեւ այս ընդհանուր իրավիճակի մեջ քաղաքական շրջանակներ եւ քաղաքական ուղղություններ գոյություն էին, ամեն շրջանակ փորձեց հարանվանություններ եւ համայնքներ իրենց ուղղությամբ կաշել, նաեւ երբեմն ջիկեր թափվեցան մեզ հravirելու ինչ որ շրջանագի գողմի հետ ըլլալու, երբեմն սպառնալիքներ, երբեմն նաեւ վտանգավոր մակլություններ եղան։ Բայց ընդհանուր գիծերու մեջ մենք այսօր նույնիսկ պատկերը հստակացնելով մարսեմ, երբ որ Հալեբ քաղաքը բաժնված էր արևելյան շրջանի եւ արևմտյան շրջանի հայկական եւ քրիստոնեական տարածքներում մեջ արևելյան շրջանին եւ այլ շրջաններեն սուննի իսլամ քաղաքացիներ եկան եւ մեզի հետ միասին ապրեցան։ Մենք բաժնեցինք իրենց հետ մեր հացը եւ ճուրը եւ մեր նեղությունները, իրենց նեղությունները եւ իրենց նեղությունները մեր նեղություններն էին։ Եթե մենք ունեցանք նահատակներ, անոր հազարաբադիկը նահատակներ եւ զոհեր եւ սպաններ եւ սպանություններ դեղի ունեցան։ Եթե մենք մեր դարասներու մեջ ունեցանք քանթումներ, գրտնաբադիկը չէ, տասնաբադիկը չէ, հազարաբադիկը դարձյալ մի շրջանները։ Ասիկա գրոնական բادرազմ չէ։ Գրոնական բادرազմի քունավորում դալու ջիկերը քաղաքական հետաբնտումներով կամ քաղաքական նկարտումներով, ցկտումներով հարաճացած են։ Գրնալալ որ մարդոց ենթակի դագեցին կամ խորքի մեջը այս կամ այն շրջանագի նկատմամբ որոշ վերաբահություններ ըլան, բայց վերածվի մարդասպանության, վերածվի երգիր ամբողջ քանթելու աշխատանքին, օրինակ մտամցեցի, որովհետեւ ավելի ամփոփված լա, այն դարածքները, ուր մեր ննչեցյալներուն քերեսմանները կան, գտնվեցան գրվախնցորի պես երկու ինտիմատիր շրջանակներու միջև։ Ինձ երբեմն հարց կուտան, գսեն մեր քերեսմանները քանթված են, մեր խաչերը չարտված են, այդպես բան գոյություն չունի։ Պատերազմի գործողության ընթացքին մեկը կա միտքը թրածելա, որ հայ համայնքին կամ քրիստոնյա համայնքին խաչերը չարթե կամ քերեսմանները սրբաբղձե, այսպես բան չկա։ Ասիկա մեդիային կողմէ ներկայացված շահագործված արտահայտություններ են։ Նույնիսկ մեր եկեղեցին այրելը մենք չենք հավատար, որովհետև մենք տեսեք մեզի համար եկեղեցին մզգիթը աղոթավայր է։ Ադոր ամենեն զորեղաբացությունը Արամ առաջին վեհապար հայրաբեդի այցելությունն է Հալեբ եւ Ումեյեդ մզգիտին, պատմական հին մզգիտին մեջ ոչ միայն այցելել դեսնել քանթումները, այլ նաեւ բոլոր նահատակներուն հոգվոցս էլ քրիստոնեական հասկացողությամբ իսլամական մզգիտի մեջ մեզ համար շատ սովորական էր։ Հիմա է որ աշխարհի մեջ լարվածության եւ ծայրահեղականության խնդիրներուն պատճառով հագամարտություններու փերումով մարդիկ կներկայացնեն կրոնական քունավորումով հագատրություններ եւ թշնամանքներ։ Սրբազան ուզեի լրացուցիչ այսին հարցումս լրացնել դեպի գերբով Ֆրանսիայի մեջ կարևոր քաղաքական պամտած մնե արևելքի քրիստոնյան համայնքներու պաշտպանությունը։ Արդյոք Հալեբի մեջ եւ ընդհանրապես Սուրիո մեջ որոնք են արևելյան եկեղեցիները ներկայացնող համայնքները եւ անոնց թվականակը բախտատմամբ հայերու եւ հարաբերությունները հայերու եւ քրիստոնյա մյուս համայնքներու միջեւ ինչ է վիճակը։
նախ թույլ դրվի ասել, որ միջին արևելքի մեջ քրիստոնյաներ եւ հատկապես Սուրիո բարակային, Լիբանանը գա, Եգիպտոսը գա, եւ Հորդանանը եւ այլ շրջաններ։ Սուրիո բարակային քրիստոնեությունը կատարյալ խաղաղության եւ փառքավաճման եւ ծաղկումի մեջ եղած է մինչեւ Դակնաբի թվականները։ Սուրիային եթե մարդիկ մեկնած են նախքան Դակնաբը, երբեմն հատուկ ծրագիրներով մեկնած են։ Ծրագիրները տնտեսական եղած են ընդհանրապես եւ կամ եթե գրթական, գիտական, ուսումնական ծրագիրներ են, երիտասարդներ մեկնած են հերավոր ամերիկաները, եվրոպաները եւ վերադարձած են Սուրիո մեջ ծառայելու համար քաղաքացիներուն։ Թույլ դրվի ասելու, որ Հալեբ քաղաքի մեջ հիվանդանոցներու ցանցը, բժիշկներու ներկայությունը, բոլոր տեսակի մասնակցություններով եւ շատ մասնակետ մարդիկ ընդհանրապես դեղական ուսումը առնել են, հետո փարսակույն ուսման համար մեկնած եւ վերադարձած են Հալեբ։ Դակնաբի օրերուն, երբ որ հատկապես հարաճ եկավ ներսը դեղափոխվելու առաջին հերթին, այսպես նշանավոր United Nations-ի բացատրությամբ internally displaced peoples ներսը դեղափոխված ժողովուրդները վերջ կամաց ադիգա դարածվեցավ արդակին քաղտին թեպի հյուսիս Թուրքիա ուղությամբ, թեպի արևմուտք Լիբանանի ուղությամբ, թեպի հարավ Հորդանան, որուն հետևանքները այսօր Եվրոպայի մեջ դուք մեզ մի ավելի լավ գիտեք ինչ են, քրիստոնյաները իրենք եւս որպես քաղաքացի, որպես նաեւ քաղաքի մեջ տեղի ունեցող բادرազմեն եւ կամ երկրի մեջ տեղի ունեցող բادرազմի հետևանքով առաջին հերթին անվտանգության խնդիրը, ապահովության խնդիրը զանոնք մղեց մեկնել հերանալ շրջաններ են։ Մեր բարակային, ինչպես քիչ առաջ բարոն Յուզբաշյանը կակնարկեր, եթե Զովապ եւ Լիբանան, Հայաստան մեկնողներ եղան, նաեւ հերավոր ափերկացին։ Քրիստոնյա ներկայությունը թույլ դրվի գառույցը ներկայացնել։ Հալեբի բարակային օրինակ մենք 11 քրիստոնյա համայնք ենք։ 3 մասի կպաշտվին։ Օրթոդոքսներ կան, կաթոլիկ եկեղեցիներ կան, ավետարանական եկեղեցիները։ Ավետարանական եկեղեցիները, այսպես կոչված հայ ավետարանական եւ արաբ ավետարանական։ Կաթոլիկ եկեղեցիները բոլոր հին արևելյան եկեղեցիներով գողքին կաթոլիկ իրենց ջուրերն են։ Օրթոդոքս եկեղեցիները 3 հիմնական օրթոդոքս եկեղեցիները հայկականն է, հունականն է եւ ասորականն է։ Բարձ բարերով ասեմ, Հալեբի բարակային քրիստոնյա մեծամասնական կամ մեծաթիվ ներկայությունը հայերն են։ Հալեբի քրիստոնյա մեծակույն համանքը հայ համայնքն է։ Եվ այդ իմաստով այս տակնավի օրերուն, ինչպես մենք 3 հարանվանություններով, նաև 11 քրիստոնյա համայնքներով կարելի եղած ինչապով առանց փորձածելու մենք ղեկավարող գլխավոր համայնք բացատրության, բայց մեր շուրջ մեզի հետ փորձեցինք բահել քրիստոնյաներ, որքան կարելի է։ Փակագիծի մեջ ասեմ, հաջող ոչ միայն քրիստոնյա համայնքներ, այլ նաև իսլամ համայնքները գրտնելով գրտնեցին ամենագազմագերված համայնքը հայ համայնքն է։ Մենք երբ որ դուրս միասնականություն գսենք, պետք է նաև գազմագերվածության վրա տնել շեշտը։ Քրիստոնյաներու TV առնչությամբ, ինչպես նախքան տակնաբը հստակ պատկերացումներ չկային, գիտնականներ, բրբդողներ, երբեմն եկեղեցվո ղեկավարին, երբեմն եկեղեցվո պատրիարքին, կաթողիկոսիմը, կամ դեղական քաղաքի մեջ համայնքի պատասխանատու առաջնորդիմը հարց մգուղեն, ադիկա կպատասխանի իր համայնքի TV մասին, վերջ այդ TV-երը կովկովի կպերեն ագաթեմական իմաստով եւ պատկերմը կստեղծեն։ Ճիշտ է, այդպիսի պատկերացումներ եւ TV-եր գային, այսօր նվազած է TV-ը անգասկած, բայց ճշգրիտ վիճակագրական պատկեր ոչ ոք ունի։ Երբեմն ես որպես համայնքապետ ինձի դրված առիթներով երբ Եվրոպա գտնվիմ, նույն հարցումը գուղեն TV-երու մասին։ TV-երու մասին արտահայտությունը անալ քաղաքական շահագործման եւ շահարկման առարգաթարցավ, անորոմար համայնքները միասնապար եկան այն եզրակացության կոնե քրիստոնյա համայնքները, որ TV-երու մասին արտահայտություններ են ըսկուշանան, բարձրային պատճառով որ սխալ դեր պիտի դանին մեզի այդ TV-երը, բայց թե քրիստոնյաները կան եւ 11 համայնքներ կան եւ իրենց եկեղեցիներ կան նվազած թիվով հավատացյալներով, բայց քրիստոնյա համայնքներու ներկայությունը դակավին Հալեբի եւ Սուրիո մեջ
կշարունակվի։ Դիկրան Եղիան։ Թույլ տվեք բարոն Լյուզբաշյանին անցնենք ներկայիս այս այցելության առիթով տարբեր հանդիպումներ պիտի կայանան։ Ես կուզեի հասկանալ եւ գտնել նյութական օժանդակութենեն բացի ինչ է ձեր գլխավոր մարտահրավերը, ձեր գլխավոր պետքը, քանի որ պիտի օգտվեք մեր սպյուքի ֆրանսահայ համայնքը մեր քուր գաղութներու ցանցը ձեր գարիկ ինչ է որպես խորհուրդ նաեւ իննբաստ հալիբի վերագենտանեցման եւ իննբաստ անշուշտ մեր նոր հայնագիստերու ակսորված ակսերուն վերադարձին երկրորդ հարցումս գողեցեմ ցեզի սրբազանհայր ցավոք չգրսանք ցեզի լավ ներկայացնել բայց որպես հալիբահայ զավակ ես կուզեմ նաեւ հիշեցնել որ դուք մտավորական մնեք որ շատ ադգանշական դերակատարություն ունեցաք այս վերջին տարիներու ընթացքին մեր հայագիտական ամբիոնի աշխուժացման հալիբի մեջ եւ այս ամբիոնը պետք է համալել որպես օրինագելի հաստատությունը ըսպրուքի մեջ ինչպես դերյակեք արմեդահայությունը դակնաբելի վիճակի մեջ կգտնվի մեր գլխավոր մտավորականներ հալեբեն դուրս գացին ինչպես Հակոբ Չորակյանը բայց ունենք նաև Լևոն Շալոյան որտեղ հոն է դերի եւ պետք է նաև նշել որ հերոսապար գերբով կշարունակել հրադարագել կանցասարի շապատաթերթը եւ նորեն այս հանգամանքի մեջ ծանր հանգամանքի մեջ կհրադարագվին քրքեր թերթեր եւ այլն դուք ինչ դրակիր ունիք այս ամբիոնին համար ասենք թե եւ ինչ է ցեր այսինքն ակնկալիքներ Կարույժ Բաշյան այցելության նպատակները եւ ցեր ակնկալությունները Տրամահավաքին անտի որտեղ նյութականի մասին մենք արիք կունենանք խոսելու դա ուրիշ թեմա է նայեցեք նյութականը պիտի չանդրադառնանք բայց մենք նաև շտաբի մեջ ենք ես եւ սրբազանայրը շտաբի գետրոնական մարմնի մաս կգազմենք սրբազան ադենաբետն է ես կուսակցական ներկայություն եմ եւ տնտեսական պատասխանատու եմ նյութական բոլոր եւ աստեղ գուզեմ կարեւոր բան մսել նախքան բուն հարցումին երթալը որը թույլ հասկացողության թույլ բացած է շատ մի երկիրներու մեջ է կգարձի որ աստեղ գրգած օժանդակությունները գումարները հատկապես որ անտիլիաս կերտան կգարձի որ անիկա ճիշտ դերը հալեբ չի հաստիր ասես բան չկա մեկ բան պետք է հասկանան բոլորը որ Սուրիո մեջ նյութական տրանսֆեր փոխանցում գոյություն չունի չես կնար դու ցենտրալ կարգով հետեւաբար այդ գումարը կհավաքվի կաթողիկոսական հաշվի մեջ հաշիվ մգավորուն հատկապես եղած է Սուրիայության անունով բան մնե թիվ մնե բանկի հաշիվ մնե եւ պետք եղած ճանապարհներով հարմարակուն ճանապարհներով այդ գումարը կփոխանցենք Հալեբ կհասնի տնտեսական պատասխանատու հետս նաև հնչակյան գուսակցության կողմը մարդկա այդ գումարը կհասկանանք շուկան ինչ է դոլարին կուրսը եւ այլն այդտեղով գաբրվի եւ այդ կհանձնվի Սուրիո բոլոր շրջանի մեջ գտնվող ըստ կարիքի բոլոր կորզածիր մարմիններուն մենք լատակյո քեսաբի Թարտուսի Դամասկոսի Կամիշլիի մեջը եւ Հալեբի մեջը կորզածիր մարմիններուն է ասկետրոնական հանսախումբը անոնց ըստ պետքին կդերգայացնեն իրենց ծրագիրը համապատասխան ծրագրին օժանդակություններ ուտան մեր ակնկալությունը այս այցելության ընթացքին քարոշչական բաժնով հետաքրքրված եք չէ քարոշչական թե նաև քաղաքական առումով դերևս որ քաղաքական շրջանակներ ինչ պետք է այն դուք նշեցիք Սրբազան հայրնալ նշեց որ մեդիաները շատ կաղավաղեն հաճախ իրականությունը ձեր վկայությունը ինչ պետք է բերե նաև Ֆրանսա պետք է մեկ բան հասկանալ հետևյալն է կարևորը մենք որպես Սուրիո կաղուտ Սուրիա եւ հատկապես Սուրիա հայություն շատ բնական եւ հանգիստ կյանքի մեջ ենք նորմալ գաբրեինք հիմա այս երևույթը այս կյանքի բնականոն ընթացքը խանգարվեցավ քաղաքական զանազան ակնկալություններու պատճառով որոնք այնքան բարդ են եւ այնքան բազմաթիվ են չեմ գարձել այսօրվան այդ խնդրին մեր այսօրվան հանդիպման առարգան դառնան բայց մեկ բան գսենք որ Սուրիա հայությունը իմաստավորի Հալեբա հայությունը մեկ ակնկալություն ունի հասկանալ իրականությունը այսինքն հասկանալ իրականությունը ինչ է եղածը ամարտկային արարք է եթե դու կու բայկարդ
դժկոհես ռեժիմեն ժողովուրդը չէ կուտիրախտ։ Մերկով աս խտիրը այսինքն գրնամ ցեզի մեկ բան ստագսել որ թիրախ դարձավ ավելի շատ ժողովուրդը քան թե զինվորական կետրոնները։ Զինվոր պատերազմը թյուբերը գազի թյուբերը գլեցվին եւ գներվին բնակարաններու վրա։ Ասիկա գնշարագե ռեժիմին դեմ գրիվ ոչ, ասիկա ժողովուրդի թեմ է, ժողովուրդն է որ գսպաննվի գոր։ Զինվորական գեսին բնակարանից կով զինվորական կետրոնում 5 հատ վրան դագար չէ իջած։ Իմ բնակարանից կովը 5 հատ դագար չէ իջած։ Հարյուրավոր դագարներ իջան Նորքյուղի վրա։ 3 օրվա ընթացքին պաշտպանող եւ պատասխանող չկա դատրեսման իմաստով։ Իսկ մեր ներկայությունը որպես գազբագերբություն որտեղ ի վերջո ինքնապաշտպանության գործը ավելի շատ դաշնակցության վիճակված է։ Բոլոր գուսակցություններով մենք այո իրարու հետ կաշխատենք ստաբի մեջը, բայց այդ գործը իրենք չեն տանել, այդ գործը ոչ թե ինքնակողության համար գսեմ որպես իրողություն։ Եթե իրենց ալ այսօր հարցրես, իրենք պիտի դաշնակցությունը գնա այդ գործը։ Ինքնակողության համար չէ, խնդրեմ, բարձրապես իրականություններուն վրա, մոդեռնիստ իրականություններուն վրա տնելու համար է։ Եվ մենք այդ ինքնապաշտպանության գործը գնենք, որպեսզի հայությունը չցկենք որ նաև փախի։ Աբոհովս կա։ Այդ զենքը չենք փարսացած, ցերկենից չենք արած առնելու ճակատի վրա գրվող չենք մենք, ճակատի վրա չենք որ գրվին։ Մեր ասկային ագումբները, դպրոցները, կետրոններն որ կպաշտպանենք։ Մեր ժողովրդի բնակարաններն որ կպաշտպանենք կողերեն։ Մեջտեղ ահակի կողը։ Եթե ըսկան է որոշ մարդիկա ու կա դունը գտարանը գտանի, օտոտ իր գունով կբարբվի։ Այսինքն մեր ինքնապաշտպանության գործը վերապերի մեր ժողովրդի իրավ ինքնապաշտպանության եւ թյուր հասկացողություն բգաթուրսը որ գսեն հայերը զենք շարգած են երտան պրոպեդագան գրիվներուն կմաստակցին զինյալ ինտիմատիվն ասանք բան կոյություն չունի։ Վեհապար հայրապետը Սրբազան այր երբ հալեպեր ծեր կողքին նաև նկարվեցավ մեր դողոց հետ զենքերը ցերքին դարիներու ընթացքին այդ մասին նշում չկար արդյոք վեհապարին գոմե նաև երախտագիտության արդայդություններ այդ տղաներուն ինչու համար այս պահուն այդ դրսևորումը տեղի ունեցավ թող այդպես լա ցերսազին համացայն այսինքն վեհապար հայրապետին փապակներ իր օրհնությունը դալու այն դողոց որոնք անձնազոհությամբ մեր թաղամասերը պահպանելու, պաշտպանելու եւ զոհեր ունեցանք բնականաբար եւ որոնց հիշադակին արժեվ միշտալ գխոնարինք եւ հետ բادرազմյան շրջանին նաեւ երախտագիտական բարդականություններ ունենք անոնց նկատմամբ այսօրվան գացության մեջ բայց այս դղակը մեր հին հայկական ասկային երկերուն մեջ հիշված մութին ցուրդին վտանգին արչև այդ թաղերու մեջը գեցան դիմացան դոգացին եւ իրենց այդ դոգաց նաեւ մեր ժողովուրդը թույլ դրվի բայց ես վերադառնամ քիչ առաջ կատարված հարցադրումին որովհետեւ կարողանան քիչ ավելի մանրամասնել լուսաբանել ուրախ եմ ասելու որ օժանդակություններ զանազան ուղություններով եկան մեծդան Գիրիկիո Գաթողիկոսյան ջամփով հadouk տրամադրային հաշիվի մեջ մտան եւ գամած փոխադրվեցան եւ կործածվեցան թույլ դրվի նաեւ ասել որ այն օրը որ այս գացությունը կուքա իր եզրագացության եւ գխաղի մենք ամենայն հետի մարմասությամբ դնդեսական իր բատկերը պիտի հրապարակենք բնականաբար երբեմն պետք է հասկանալ որ երկրի մեջ նմանօրինակ գացություն ստեղծված ադեն նյութական օժանդակություններու մասին վիճակագրական պատկերներ տալը որքան կվստահեցնե նվիրատու մեր ասկագիցներուն եւ ոչ ասկագիցներուն որովհետեւ միան հայ համայնքները չեն որ օժանդակեցի մեզի գողմերը բայց նաեւ գվդանք է քիչ առաջ կապնարկեի եղանագային սեզոնային արևանքումներ որոնց մեջ երբեմն ըսին որովհետեւ ցեզի հերավոր դեղերեն նյութական օժանդակություններ կուքան վճարեցեք եւ ծեր հարասատները գվերաթարնան ծեր դուները արևանկումի բարակայ հիմա գվերաթարնամ քիչ ավելի խորունկ կերպով օժանդակության գողքին ինչ կգնգալենք որովհետեւ քիչ առաջ մեր երկու մամլո սպասարկության ներկայացուցիչները խոսեցան քրիստոնյաներու
ներգայության, TV-ին եւ անոնց քալիք ժամանակներուն աներիքի մասին ես երեք բաներու մեջ ամփոփեմ։ Առաջին նախ քրիստոնյա իսլամ կոյակցությունը, համագեցությունը, ապրիլը Սուրիո մեջ շատ բնական, շատ սովորական բան մներ եւ երբեմն այն ակնարկներ, որ գլային երկխոսություն քրիստոնեության եւ իսլամության միջև իր ագաթեմական աստվածապանական հասկացությամբ մեկադոր խնդիրը չունեինք։ Մզկիթին գողքին եկեղեցի գար, եկեղեցվո պատասխանատուները գայցել էին նաև մզկիթի պատասխանատուներուն, մեր ժողովուրդը անաբադի մեջ չէր ապրել, գաբրեր նաև իսլամ զանգվածին հետ, մտերմություն գար, հարազատություն գար, ես նույնիսկ կորձացեմ բարը եղբայրական հասկացում գոյություն ուներ իրարու նկատմամբ։ Քրիստոնյա իսլամ խոյակցության իմաստով արևմուտքը բարդականություններ ունի։ Այս բարդականությունները բարդավորեցնող են։ Ինչու բարդավորեցնող են, որովհետև այսօր երբ որ գխոսվի ծայրահեղականության մասին եւ հատկապես ճագերդի մեջ կտնեմ իսլամական ծայրահեղականության մասին, ասիկա այդ քրիստոնյա իսլամ կոյակցության երկխոսության բացակայության հետևանքն է։ Իրար չջանչնալու եւ իրարու հետ չկործակցելու այնպիսի գացություն կստեղծվի, որ ամեն մարդ գեթոյական հասկացությամբ ինքն իր մեջ գաբրի եւ միշտ ճշտամական նայվածներ կունենա մյուսներու նկատմամբ։ Երկրորդ մեր ակնկալությունը այն է, որ հատկապես Եվրոպայի մեր հայ համայնքները, որոնք զանազան իմաստներով մեր ժողովրդի արդար թադի պաշտպանության եւ այս բարակային այդ թադին ամասն մեկ դարածքն է նաեւ Սուրիան։ Սուրիա հայության պաշտպանությունը նաեւ դնդկրկե քրիստոնյա իսլամներուն կոյակցության, կորձակցության, երկխոսության եւ քրիստոնյաները միջին արևելքի մեջ բահելը ու դա Եվրոպային նաև գարելիությունը առաջին, որ ծայրահեղական իսլամությունը չհարաչանա միջին արևելքի մեջ, ապա փոխադրվի արևմուտք եւ գուդա գարելիությունը, որ այլազանության մեջը, գրոնական մշակութային քաղաքական քաղաքացիական այլազանության մեջը գարենանք նաև մարդկային ամենավեհ սկզբունքները, խաղապարները եւ ծրագիրները նաև միջին արևելքի մեջ իրականացնել, երբ որ գամած գբարբվի եւ ամենք սալ գիտենք, որ քրիստոնյաները բադահապար չէ որ դուրս գելեն, ինչու համար գթյուրացնեն քրիստոնյաներուն արդահոսքը միջին արևելքը բարբելու մասին, հատկապես քրիստոնյաներեն շատ հոդվածներ կան գրված եւ շատեր փասախոսական ծրագիրներ միջին արևելքի քրիստոնյաներու մասին չգա ոչ միայն եկեղեցական կրոնական, այլ նաև քաղաքական շրջանակներ, որոնք քննարկած չլան, թե ինչ պիտի լա միջին արևելքի քրիստոնյաներու վիճակը։ Եվ ադիկը վտանգ մնե նաև ամբողջ աշխարհի մարդկության եւ այս բարակային Եվրոպային հատկապես, որ ամենամոդիկն է միջին արևելքի այս գացության։ Երրորդ, մենք ինչ կագնգալենք, ակնարկվեցավ, որ հայագիտական գետրոն կա, ակնարկվեցավ, որ քանսասար շապատաթերթ ունենք, բաշտոնաթերթ ունենք, հայահոց համայնքներ չեն գտնար թերթը բահել երբեմն, մենք բادرազմի մեջ այս թերթը կհրադարագենք եւ շնորհակալ ենք, որ այն գիտակցության, որ ունին մեր ասկագիստները երբ կդեսնեն, թե դարօրինակ է բادرազմի ռադիոերազգա եւ գարելիությունները ունենք, կամ ստեղծած ենք, երբեմն կսեն խենթ կամ խենթացել են ասմարտիկը Սարդարաբադի բادرազմի օրերը գիշեցրել մեզի։ Խենթերը կգտնեն հնարկը, չէ՞։ Մեզի այդպես եթե գոչեն նույնիսկ, մեզի բադիվ մնե, շքանշան մնե մեր գործքի եւ ջագադի ընտրված, եւ մենք մեծ ուրախությամբ, սիրահոժարությամբ կդանենք։ Թույլ տրվի սել հայագիտական գետրոնը, որ կկործե եւ միջին արևելքի եւ քիչ մսպիրքի հայագիտական գրեթե յուրահատուկ մեկ գետրոնն է, անոր գողքի մեր դպրոցներու ցանցը նվադագատրած են էին եւ կշարունակեն մեկ արեմտահայերեն բահել պահպանել եւ տարածել մեր նոր սերունդի մեջը, երկու մեր մշակութային արժեքները վերհանել եւ մշակութային արժեքները թանկարանային չեն, մարդուց մեջ պետք է ապրեցնել հոգեվոր ավանդությունները, եկեղեցական ավանդությունները, հայրենիք են եկած, պատմական հայրենիք են եկած, դակավին մեր հայրենակցական միություններու ուղեղին ենթագիտակցության եւ առօրյայի մեջ ուդելիք են, գաստրոնոմիան սկսյալ մինչեւ իրենց նիստուգացին արտահայտության եղանակները, ասոնք մեր հարստություններն են, որոնք գրնան օրմը գործվիլ, եթե մենք անոնց դիրություն չունենք։ Ես պիտի չուզեմ այն հոխորդանքը կամ չափազանցությունները ունենալ արտահայտվելու համար հետևյալ բանացեվումով։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեջ երբ որ անցյալ դարի այս ամսվան ընթացքին դեղի ունեցավ Թելետոնի ծրագիրը, հերուստա մարաթոնը, ոնալ արտահայտվեցանք։ Հալեբը հայ մարդ կարտադրե։ Հալեբը ֆաբրիկ մնե, որը սպիրկի մեջ հայ մարդ կարտադրե։ Օքեվոր, ասկային, միութենական, մշակութային եւ մարդկային իր զանազան եղանակավորումներով։ Բոլոր այն անձերը, որոնք մեկնեցան եւ կացին խախտեցին հերավոր ափերը, մինչեւ որ իրենք սիրենք դեղ մգտնեն եւ հաստատվին, բնականաբար խախտականի կամ խախտող անձերու հոգեբանության մեջ կգտնվին։ Մեմը որ դեղավորվին, անոնք նաեւ հալեբեն արդահոսք մնեն մարդկային իմաստով, իրենց սորվածը, իրենց ունեցածը, իրենց գիտածը, նաեւ շրջաններու մեջ նոր արյուն Ամերիկայի Միացյալ Նահանգներու արևելյան շրջան Բոստոն հայրենիք ամսաթերթի կամ շաբաթաթերթի հետ հարցազրույցի ընթացքին, երբ որ այս արդահայտությունը ցա նոր արյուն գսրսկեն հայկականության իմաստով, ոմանք սխալ հասկացան։ Հուսամ որ մեր այս այցելությունը նաև ինչու՞ չէ, այսպես հանդարտ ճուրերը քիչ մը գշարժե եւ շարժուն ճուրերն են որ գենթանություն կբարգեւեն։ Սրբազան այր վեհապարի այցելությունը ոչ միայն հալեբեր, այլ նաև Սուրյո նախագահի մոտ։ Մենք ինչ տեղեկություններ ունենք, ինչ ծրագրեր կրնանք ակնկալել պատերազմի ավարտի կապակցությամբ, որովհետև ի վերջո ամենակարևոր հարցը սա է։ Եթե կա հալեբահայության կամ սուրիահայության վերակառուցման ծրագիր, անպայման պետք է որ խաղաղություն դերը, որպես այդ ծրագիրը լույս տեսնի։ Եթե կա նաև վերադարձի ծրագիր, նաև խաղաղություն պետք է։ Արդյոք Հալեբի ճագերտյալ ազատագրումով կարելի այսօր տեսնել, որ ռազմական կամ ռազմավարական դեսություններ պիտի չարտահայտենք այս սեղանի շուրջ այսօր, սակայն արդյոք ակնկալի է ըստ նախագահ վեհապար հանդիպման, որ այս բոլորը վերջ գտնի որոշ տեսանելի ժամանակաշրջանի ընթացքին։ Երկուքը եթե չեմ սխալիր ներկայացիք այս հանդիպման Կարոյուս Բաշյան եւ Սրբազան այր։ Ուրեմն 2017 4 հունվարին Վեհապար Այրաբեդը Անտիլիասեն դեպի Դամասկոսի ջամփով դեպի Հալեբ մեկնեցավ։ Առաջին հանգրվանը եղավ այցելությունը երկրի վսեմաշուկ նախագահին։ Արևմտյան աշխարհի մեջ կամ այս բարակային ռեժիմին հագարակ շրջանակներ գրնան կոչել ինչ անվանում որ գուզեն տալ այս նախագահին, բայց միջազգային հասկացությամբ պաշտոնապես դակավին երկրի նախագահն է։ Այս նախագահը որ նաև արևմտյան աշխարհի մեջ իր ուսում արած է եւ բավական ծանոթ է արևմտյան աշխարհին եւ գիտե նաև այն բոլոր տեսակի վտանգներ, որոնք գոյություն ունին այսօր ոչ միայն Սուրիո մեջ եւ Սուրիո համար, այլ նաև արևմուտքին համար։ Որոշ իմաստով գարանտիներ, ապահովագրումներ բահելու հաջող կորզածվող բարեխառն շրջանակները, moderate կոչված շրջանակները։ Եվ այդ իմաստով առանց անպայման ինպաստ եւ իվնաս արտահայտություններ ունենալու երկրի վսեմաշուկ նախագահային այցելությունը Վեհապար Այրաբեդի կողմէ բնական ընթացքներ։ Պետք էր որ այդ այցելությունը կատարվեր նաեւ որովհետեւ վերջավորության Հալեբի ազատագրումի մեջ մեր ժողովրդի վերականգնումի հույսը 100 աստիճան կբարձրանա։ Եթե Հալեբը այսօր այս ժամուն երբ հարցազրույց կունենանք դակավին մնար գրավյալ վիճակի կամ զինյալ զորեղ փախումներու թաշտ հասկացողության մեջ մեր ժողովրդի զավակներ, որոնք արյունակամ գլանք որպես համայն կամած կմեկնեին, պիտի շարունակեին մեկնել, հեռանալ եւ բնական պիտի դառնար բարբումը Սուրիահայության։ Նախագահին հետ ունեցած հանդիպմանը բարձրապես պատկերը ճիշտ տալու համար ճիշտ այս անգյունեն դիտված Վեհապար Հայրաբեդին հետ համախորհուրդ ներկային Մեծիդանի Գրիգոր կաթողիկոսության գետրոնական վարչության ներկայացուցիչ բարոն Ջորջ Շահինյանը, որ Հալեբեն է, ասկային երեսփոխանական ժողովի անդամ բարոն Յուզբաշյանը, այլապես իր նաև գուսակցական հանգամանքով
հայ երեսփոխան, մենք երկու հատ հայ երեսփոխան ունենք, Հալեբ եւ Դամասկոս, բայց հայ երեսփոխան Հալեբի բարական, որովհետեւ ուշադրությունը գիզագետը Հալեբի վրա է։ Եվ ասկային վարչության քաղաքական ժողով գսեինք նախքին ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, Ժիրայր Ռեյսյանը, բնականաբար որպես առաջնորդ ես վեհապար Հայրապետի կողքին էի, եւ մեր հանդիպումը շատ սրտված խոսակցություններու արիթմը ստեղծեց նախագահին եւ վեհապարին միջեւ։ Պետք է ասել, որ մեկ նախատասություն միան գրնամ ամփոփել եւ արտահայտվել այս իմաստով, երկրիմը վսեմաշուկ նախագահը երբ գարտահայտվի եւ ամենա լավ գերբով գճանչնա իր երկրին գացությունը, իր ազեգե միան չէ, այլ նաեւ թերագադար է, գետրոնական թերագադարությամբ արտահայտություն ունեցավ, որ կգործեն, որ բարենիշ մնե դարձյալ մեր ժողովրդին։ Մենք երեխաներ չենք, որոնք դեմ դիմաց կնստին իրարու սրտի աղբոր խոսքեր գսեն քաղաքավարական կանցնին։ Երբ երկրի վսեմաշուկ նախագահը գարտահայտի, որ Սուրիո փաղատրիչ բոլոր դարերուն մեջ համայնքներ, գրոնքներ, ցեղեր, ցեղախումբեր, տեսակ շրջանակներ, շերտավորումներ երկրին վնաս հասցուցին եւ ծանր փառ մնալ կար, որ կորզածվեցավ նույնիսկ թավաջանել փառը, հայ համայնքը մնաց հավատարիմ այս երկրին։ Հավատարմությունը արժանիք մնե, հավատարմությունը ստրգամտություն չէ, հավատարմությունը նաեւ զորության նշան է, որ կարողանաս դու պատերազմի մեջ դոգալ, թիմանալ եւ շարունակել, եւ այդ իմաստով վսեմաշուկ նախագահին, վեհապարին ներկայության, թե վեհապարին, թե մեզի փոխանցեց Հալեբի վերականգնումի աշխատանքին, ոչ թե Հալեբահայության, բարերը հստակացնենք, Հալեբի վերականգնումի աշխատանքի մեջ հայերու թերագադարությունը մեկ եւ հայերուն վերապերող եկեղեցի դբրոց կառույցներուն վերականգնումին ամբողջական զորակցություն եւ աջակցություն եւ օժանդակություններ պիտի դրվի։ Այսալ ճշմարտության եւ բացության համար կսվի։ Քիչ առաջ նշում դեղ ունեցավ Տիգրանի կողմէ արևմտահայերենի, Կանցասարի եւ այլն եւ մենք նշмарեցինք, որ մայիս 28-ի դոնախմբում դարբեր ազգային եկեղեցական հավաքներ, լեփլեցուն սրահներ եւ այսպես հերավորության վրա քիչ նույնիսկ զարմացած էինք ձեր նշած բարերով սրբազան, որ խենթ են այս մարդիկ պատերազմի մեջ դեր կշարունակեն այսպիսի հավաքներ։ Ինչպիսին է մթնոլորտը Կարո Յուզբաշյան ժողովրդի խանդավառությունը, երիտասարդ, այո, հասկանալի է պատերազմի հետևանքները, բայց մնացողները ինչպես կապրին հայկականությունը, որտեվ անոնք, որոնք արևելքի գաղութներուն ծանոթ են, գիտեն, որ հայկական ամենօրյա կյանք կա այս գաղութներու մեջ, եւ ոչ թե միայն Կիրակի օրը եկեղեցի երթալ կամ ինչ որ հավաք, ամեն օր հայ կապրինք։ Այդ խանդավառությունը ինչպես կարելի է բնութագրել, սահմանել, անկախ այդ նկարներն, որ մենք տեսանք կամ հավաքներ եւ այլն, ինչպես է այդ կյանքը հայկական։ Նայեցեք, ես հարցումին պատասխանել առաջ բզդիկ բաժիպ մգա, որ պետք է ասեմ եւ ընդհանրապես գարջ կսիրեմ ասել։ Մեկ բանը հետեւյալն է։ Նախ մենք մեր աստակտաբը, որ նորեն գսեմ Սուրիա հասկացեք, բայց Հալեբ պիտի ասեմ, որտեղ Հալեբի մեջ է մեծակույնը։ Հալեբի աստակտաբը խոջաբի միշտ զգուշացանք ես սրբազան հայր լարաշ բոլոր ասկայի մեր գարուստերով մենք զգուշացանք խոջաբի մտոլորտ ստեղծել է։ Հատարդեցուցինք։ Այդ մտոլորտի մաս կգազմե նաև մեր բոլոր ասկային գարուստներու եւ ուղեգից միություններու ցերնակներու բնականոնացումը պետք է որ այդ բոլոր գադարվեին։ Այսինքն անպես մը վարվեցանք, եթե պետք է ասել, որ ծեվացանք անդարբեր այդ լրջության դիմաց, որ շատ վտանգավոր էր, որ մեկադեն վտանգված էր մասսայական վտանգ կար Հալեբի վրա։ Մենք մեր ցերնակները գադարեցինք, բոլոր արիտները նշվեցան։ Եկեղեցական թե միութենական կամ ասկային մայիս 28 Փետրվարյան ապստամբություն ինչ կուզեք ամեն տեսակ բաները բոլորը նշեցինք ծեր բարախումբեր զվարթոց երկչախումբի ելույթներ աս բոլորը շարունակվեցան ըրինք որովհետեւ մարդուց ասենք որ կյանքը բնականon է եւ զիրենք հերացրենք նաեւ մտորը որ այնքան նեղ օղագի մեջն է որ գշարժի գոր ցանցացած է մարդը ընելիք չունի իրեն աս տեսակ
ցերնակներով որ պիտի սպասցնես, իր կյանքը վերանորոգես, իր հոգը թեթևցնես։ Այսօր նույնը գնանք գոր։ Այսօր չենք աջաբարել գորսելու։ Վերջացավ հալեվը հաղթանակ է, ամեն ինչ ապահով է, հրամեցեք եւ ապահով է, համեմատաբար ապահով է։ Բայց նույն այդ խոջաբին հագարակ զայրահեղ մյուս գոմը չեն գերտար որ խանտավարությունը շբարելու իմաստով ներգայացնելու։ Հանդարտորեն կամած կվերանորոգ, կամած ամեն ինչ կլա։ Որբեսի մարդոց շատ վտակավոր է զայրահեղութեն դալիլ մասսաները, ժողովուրդները մեծական ակտիվերով։ Անբադեությունները տնտեսական են ամենաշատ հոգեբանական նաև ասպոլորին վրա։ Ոս մեկ բան հիշեմ, որ հարցումներու մեջը չհարցվեցավ։ Հիշեմ, որ Հայաստանը որպես պետություն նաև օժանդակություններու մեջ դեր ունեցավ։ Բոլոր սուրյացիները, որ հոնքացին, պետք է ասել, որ Հայաստանի կառավարությունը ինչ որ ցերկենգու կա գնեգոր։ Եթե չեմ սխալիր, միակ հյուպադոսարանն է հայաստանյանը, որ դեր կգործի Հալեբի մեջ։ Խոսքս կվերապերեր Հայաստան հաստատված Սուրիա հայերուն, որոնք մեծաթիվ էին։ Միջև այսօր մեծաթիվ բանի մեջ են, դոգոսի մեջ են։ Իսկ բոլոր տեսփանալ հյուպադոսությունները Հալեբը ցկեցին, գալուխեն ցկեցին դարիներ առաջ։ Դարիները ցկեցին կացին նույնիսկ ռուսականը։ Դրները կոծեց կնաց։ Միակ հյուպադոսությունը գլխավոր հյուպադոս Դիկրան Գևորգյան անգեց առաջ նաև Գարեն Գրիգորյան, ասմարտիկը մնացին իրենց կադրերով, ծառայեցին, միջև որբեսի Լատակիայի, Կեսաբի, Ձովեզերյան շրջաններու կամ այլ շրջանների մեջ մարդիկ չկան, իրենց հայաստանյան անցակիրը, որ ելերը չօգնին չկան, որտեղ Հալեբ ապահով չէ, ասմարտիկը իրենք շալգեցին աս անցակիրները, կացին Ձովեզեր, կացին Կեսաբ, կացին Թարտուս, Լատակիա այդ դեհի ժողովրդին անցակիրները բաժնեցին։ Երկրորդ բզդիկ պամնալ գուզեմ ասել, Սուրիա իրավիճակը ընդառաջ մեդիան, արևմտյան մեդիան ճիշտ չի ներկայացներ։ Պատճառը ինչ է, չեմ ուզեր խոսիլ, ոչ էլ կարևոր չէ ադիգա, բայց չիդակ չի կար դեղեցությունները։ Ասենք որ օրվա իշխանությունը անսխալական է, բաներ չկան, չէ, երկրի մեջ շատ սխալներ կան, շատ սրբակրվելիք բաներ կան, բայց ժողովրդի մահու գնաց քնով չէ ադիգա որ կսրբակրվի։ Ջիրայր Չոլակյան։ Գուզեի անդրադառնալ քաղաքական երեսին եւ ընդհանրապես դակնապները, բادرազմները նոր հայեցակարգ կստեղծեն կամ խմորումներ կստեղծեն նոր երևույթ, այս ամբողջ բարդությունները, աղետները մարսելով նոր աշխարհը ձևավորելու գծարային։ Արդյոք նկատի ունենալով բոլոր թերությունները, հայության թերությունները, Հայաստանի սփյուռք հարաբերությունները ու թերությունները, ինչպես որ ընդգծեցիք ճիշտ է որ Հայաստանը այստեղ կարևոր թերագադարություն եւ հայությունը գրծավ մեկ մասը Հայաստան դեղափոխվել, բայց գիտենք որ անոնք որոնք Հայաստան հաստատված են թշկող են։ Հայաստանի ժողովուրդը ինքը թշկող է արդեն Հայաստանի կառավարությունն են։ Ուր մնաց որ օդարականները կան, որոնք դակավին այդտեղ գույք չունին, հաստատված չեն, տնտեսական բան չունին, ապահովություն չունին, գողլան։ Եվ նաև ուրեմն Սուրիո մեջ եւ արևելքի մեջ արևելյան մտայնություն մգա, որ կառավարությունները ընդհանրապես ցեղային այսպես կառավարություններ են, ժողովրդավարության վրա հիմնված կառավարություններ չեն։ Արդյոք կգարձեք այս բادرազմեն յետք հնարավորությունը կա ձևավորելու նոր pedagogan համագարկը, որու մեջ հայությունը գտնա դերևս թերագադարություն ունենալ կամ չունենալ, քանի որ թվականակն ալ կարևոր խնդիր մնա այստեղը։ Եվ որքանով հայ համայնքը այս օրվա թվականակով գտնա գոյադևել, գտնա վերաբրիլ եւ բահբանել իր նախկին ունեցած համայնքային ներքին կյանքը, նաեւ սնելու իբր ավյուն սպիրկի մյուս համայնքներու հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Երկու հարցում ուրեմն առաջինը կապված Հայաստանի մեջ մեր սուրիահայ հայրենագիցներու իրավիճակին, դժվարություններուն, ինչ խնդիրներ ունին այսօր, մենք նաև գիտենք, որ շատերը Հայաստան կացին, բայց չթիմացան Հայաստան ընկերային տնտեսական դժվարություններու պատճառով եւ
գացին դեպի արեմուտք։ Սրբազան երկուքը իհարկե միշտ շփման մեջ եք մեկնողներու հետ, նաև հատկապես Հայաստան ցերայցելության ժամանակ ճիշտ է արդյոք որ դժգոհ են այսպես կարելի է բացարձակ կերպով ասել, թե կան տարբեր երևույթներ սուրիահայերու կյանքին կապված Հայաստանի մեջ։ Թշկողությունը մարդկային հոգեբանության մաս կկազմի եւ եթե մարդիկ նաեւ իրենց ապրելու սովորական բնականon ընթացքեն դուրս ելեն, եթե իրենց ապրած իրավիճակը, նախկին իրավիճակը բարեգեցիկ բարը գործածեմ իր լավ իմաստի մեջը, ոչ անպայման հարուստ լալու մեջը, եւ հանգարց կհայտնվին ճագերդի մեջ կտնեմ, քաղաքտական որ սակայն չաբրիր վրանին դակ, քաղաքտական որ ջամփաները չէ մնացած թեպի Եվրոպա քալու, ունի հայրենիք եւ հայրենիքի մեջ դեղավորվելու եւ մեր կողմեն համայնքներու եւ գազագերբությանց անունով պաշտոնական մեր գոչերու մեջ միշտ գրկնած ենք սահմանամերձ տարածք հատկապես եթե պիտի երթա մեկը Սուրիայեն դուրս պետք է որ Հայաստան երթա մենք հայրենիքի մեջ քանի արիտներով կացինք եւ հանդիպեցանք մեր ժողովրդի զավակներով համատրված դեղական pedagogan պաշտոնական մարմիններուն եւ ինչու՞ չէ նաեւ համատրված նաեւ եկեղեցական իմաստով Սուրբ Էջմիածնի կաթողիկոսին հետ միասին եւ շրջանի առաջնորդներուն հետ միասին։ Ինչպես որ մատնանշեցիք դժգոհություններ եթե կան եւ կան բնականորեն եւ եթե չլա կնշանակե մենք գաբրինք տրախտային մեկ վիճակի մեջ այդ դժգոհություններուն վրա եկան ավելնալ իրենց դժվարություններով եւ նաեւ իրենց արևելյան մտայնությամբ հալեբի բարեգեցիկ խաղաղ ուրախ երջանիկ թույլ տվեք ասեմ դնդեսական իմաստով շատ թյուրին տրամ շահելու կարելիություններով հանգարց հայտնվեցան դնդեսապես դժվարություններով արժեվ գտնվող երկրիմը մեջ որ 25 տարեկան է երիտասարդ հայրենիք մնե եւ անոր մեջը բնականորեն պիտի ունենան դժվարություններ բայց պետք չէ աչքերը փակել եւ մենք այստեղ մեգուն խնգարգելու համար չէ որ կսենք ասիկա աչքերը պետք չէ փակել ասելու համար որ Հայաստանը հայերուն հայրենիք իմաստով ոչ մեկ ծևի աճակցություն ցուցաբերեց։ Միան քաղաքացիական իրավունք տալ արդեն մեծ բան էր։ Գիտեք, երբեմն Հալեբի գարկը ոչ միայն քրիստոնյա, այլ նույնիսկ իսլամ շրջանակներ գսեն երբ որ դուք գելեք երկրեն դուրս պատերազմին պատճառով հայրենիք ունի կրնակ երտալ։ Քաղաքացի եք արդեն ծեր նստած դամ մեջը, Հալեբի մեջ նստած, կեսավ մեջ նստած, լատակյո մեջ նստած, Քամիշտի մեջ նստած, այս առաջին առավելությունը որ տրված է Սուրիահայության։ Երկրորդ առավելությունը, երբ որ մենք հանդիպումներ ունեցանք պետության հետ, շատ հստակ եւ բարձ բառերով հարկալիր մեր կողմեն, բայց նաեւ ըսելիքները շատ հստակ կերպով ասենք կխնդրենք, որ թույլ դվությունները ստեղծվին, դնդեսական իմաստով սկսին մարդիկ կորց մնել, աշխատանք մնել, որբեսի գապված մնան այս խողին, այս երկրին եւ չքախտեն թեպի հերավոր ափեր, որ մեզի համար ամենացավալին եւ ամենավտանգավորն է։ Չեղան օժանդակություններ, ես չեմ ասել միայն օժանդակություններ նյութական եւ զանազան տեսակի, արտոնություններ դրվեցան։ Սուրիահայերուն որոշ թույլ դվություններ, որոնք դեղացիներուն չէին դրված։ Օրինակ, մեկ դարվան իրենց ինքնաշարժով գարենալ քաղաքի մեջ շրջիլ եւ ծառայություններ մատուցել։ Լեցուն աշխատանքային իմաստով որոշ թույլտվություններ, բայց մեր պատկերացումներն են, գրնալալ մեր պատկերացումները չէին։ Մենք ավելին գուզեինք, հավանաբար ավելին գուզեինք, բայց մեր պատկերացումները չէին եւ մեր ակնկալությունները չէին, որովհետեւ երկիրը այլ գառույց ունի, այլ համակարգ ունի եւ այլ մոդեցման խնդիր ունի։ Բայց թե Հայաստան կացողները, փողոցները մնացին, ժուրնալիստիկ իմաստով գտնվեցան մարդիկ, որոնք ասին մարդիկ կան, որոնք փողոցը սյունին մեջ գաբրին կրնապատայլ։ Չկա երկիրը, աշխարհի ամենեն հզոր երկիրները անգամ թույլ տվեք ասպարը գործածեմ դուրսերը փողոցները քնացող եւ մնացող անձեր, բայց Հայաստանի մեջ որքան ես գիտեմ, քոյություն ունեցող մեր ավանդական եւ դեղական NGO-ները կամ միությունները նաեւ անոնք իրենց ցերկի երկարեցին։ Պետությունը իր գարելիության սահմանի մեջ դվավ եւ սակայն Բայց կուզեի ինձ համար խնդիրը Դեպի Հայաստանի պետությունի ինչ հրավատ չէ։ Ընդհանրապես այս բادرազմեն յետքը հայեցագարկը նոր հայեցագարկը համագեցության
քաղաքական առումով բոլոր համայնքներու եւ ընդհանրապես Սփյուռք Հայաստան հարաբերություններու նոր իրավիճակը պատկերացնելու խնդիրն է։ Արդյոք ալոր հունդերը կան, որովհետեւ ինչ որ գար նախկինում այդ մեզի չեր կողացներ եւ գտեսնենք որ այսօր չեն կողացներ, որովհետեւ նաեւ Հայաստանեն անցակիրգարներն ուրիշ երկրներ երթալու եւ այն եւ այն։ Այս հարցերը չէ որ գուզեի քննարկել, այլ նոր հողը որ կմշակվի այստեղ բادرազմի պատճառով, որ համագեցության, այսին Սուրիո մեջ ներհամայնքային համագեցության, որ գնա դերևս ժողովրդական համագարկը լա կամ ուրիշ համագարկը լա, բայց նոր հայեցողությունը, նոր հարաբերություններ մշակելու ցանկությունը, որ գտեսնենք որ մեծ ուժերը, ինչպես որ Ռուսաստանն է կամ Միացյալ Նահանգներն են, Աստանայի մեջ այդ համակումարը որ դեղի ունեցավ, փորձ մներ գայունացնելու կամ համախոհության եւ քաղաքական նոր դաշտ մստեղծել։ Արդյոք հայ համայնքը ներհայկական առումով Հայաստան Սփյուռք հարաբերություններու առումով եւ սուրիական պետությունը վերագազմավորելու առումով որոշ բաներ ունի, այսինքն բանջներ, առաջարկներ դուք պաստորեն երկու հարցում կհարցնեք։ Մեկը դա Հայաստան Սփյուռք հատկապես Սուրիա-հայություն եւ Հայաստանի Հանրապետություն իմաստով, մյուսը Սուրիո մեջ հայ համայնքի ներկայության խնդիրը, որ հատկապես ռեժիմի փոփոխության զիս եւ մեզ ավելի կհետաքրքրե հետեւյալը ասեմ։ Նախքան այսպես կոչված ժողովրդավարական սկզբունքներու մասին խոսիլը, այս երկրի մեջ, ինչպես միջնարվելքի շատ մի երկիրներու մեջ, անպայման համայնքներուն դերմը դրված էր, թերմը դրված էր։ Ադիգա ինչ ցևով կատարված էր, ադիգա անցյալին կպատկանի։ Ասիկա մեկ երկրորդ պատերազմի այս երկար 5-6 տարի արդեն դեված եւ քարոքանտ եղած իրավիճակեն հետո ոչ ոք երեկվան 16 տարեկան երեխան պիտի լա։ Թեպի արչեւ պիտի տանք։ Երրորդ արդեն կան դրամատուրգները, որ նոր գացության համապատասխան դասավորումներ ըլան եւ ներքաշվին, ներքրավվին բոլոր հարանվանությունները, բոլոր խմբավորումները անկախ այն իրողութեն են, որ երբեմն հարեմուտքի մեջ կգործածվի փոքրամասնություն։ Այս փոքրամասնություն մեծամասնությունը ինքնին արդեն բարդ դժվարություն ստեղծող խնդիր մնե։ Երբ որ երկրի քաղաքացիները առանց բացառության գունենան նաև իրավունքը իրենց համայնքային մասնակցությունը բերել, երկիրը կվերածվի համայնքային կառույցի, համայնքներով կառավարվող Լիբանանի նման պետությամբ։ Արդյոք այսի ուզվածը չեմ կարծեր։ Բայց առաջացնել ժողովրդավարական գացությունը, որու մեջ զորեղը կերագշրե, այս անգամ բոլոր քրիստոնեական համայնքները, որովհետև թիվ չեն ներկայացնել, ինչ թիվ կներկայացնեն։ Նույնիսկ նաև ոչ քրիստոնյա համայնքներու մեջ շերտավորումներ կան, որոնց անունները հիմա այստեղ չէ որ պիտի ներկայացնենք, ասոնք բոլոր դուրս պետք է մնան արդյոք նոր գազմվող երկրի կառավարման թրութենեն, ոչ է պատասխանը։ Մեր պատկերացումը այն է եւ թույլ դրվի այստեղ ասել, մեր այդտեղ մնալու խնդրին մեջ նաև մեր իրավունքները բանջելու եւ այդ իրավունքներուն համապատասխան կորց զավալելու մեր ոչ թե միայն փապակը, այլ նաև պատրաստակամությունը եւ ինչու՞ չէ նաև դուք գիտեք երկիրները դակնուվրայություններ կստեղծվին վերջը նոր գացությունը նոր հայեցակարգը չի կար չխապենք իրար նախորդ պատրաստված պատկերացումներ կլան զայն իրականացնելու համար գացություններ կստեղծվին եւ այդ գացության մեջ եթե հաջողեցան կդանին այդ ուղությամբ եթե չհաջողեցան դարբերագային մոդեցումներով կսկսին այս անգամ նոր ֆորմուլներ փնտրել Սուրիո բարական այդպես եղավ պատկերացումը գար թեպի դերմը վիդերտար հիմա նոր գացությունն է հարցը այն է որ հայ համայնքը պատրաստ է նոր գացություններու մեջ թիմանալու եւ շարունակելու մեր կողմեն թույլ դրվեսելու որպես պատասխանատուներու ոչ որպես անհատներու հավաքական առաջնորդության եւ ղեկավարության հասկացությամբ այո պատրաստ ենք մենք որովհետեւ մեզի համար այդ հողադարածքին վրա մնալը ապրիլը կոյադևելը մեր հավաքական հայ թադի գծով նշանակություն ունի Արժանտինեն պիտի ցայներնից բարձրացնենք որովհետեւ մեր հողերը եւ մեր իրավունքները բանջենք ուր պիտի հասնեն մենք հողի մերձավորության պատմության վկայության որովհետեւ Սուրիան
ուխտավայր է հոգևոր իմաստով եւ ասկային իմաստով մեր բոլոր նահատակներու անթաղ շիրիմներուն եւ նաեւ աբացույցները մեկն է մեր այսպես կոչված ողջագիզման որ այս բարակային Սուրյանը եւ զայն բահելը մեզի համար շատ հիմնական, շատ էական նշանակություն ունի եւ մենք կգարձեմ պատրաստ ենք հագարակ մեր փոքրացված թիվին, հագարակ մեր նաեւ ներկայության իմաստով քիչ մը գարձեցյալ դգարացած վիճակին, ապացույցը որ մենք այս սերնակներ գնենք եկեղեցական, ասկային, մշակութային, ընկերային, ասոնք ապացույց են, որ այս համայնքը դակավին ունի ուժականություն եւ սերմերու մասին որ խոսեցակ վերստին ձլելու, վերստին ծաղկելու թիվը չէ այս բարակային էականը, ներկայությունն է էականը։ Դիկրան Իգազյան։ Սրբազան հայրենիքին արծում ես կհիշեմ որ նշեցիք այս կարևոր նահատասությունը որ սուրյական հայրենիք այլ բանտոք չէ արդեն բավական մեկնաբանեցիք ինչու համար կսեք դեվյալը թեև դժվար է հենց կզեդեսիլքը կարծեմ գանուխ է բայց ինձ գլակը նաև անձնական ես որպես մար որպես հոգևոր եկուկիտ համար կհարցնեմ հետևյալ հարցումը արդյոք այս 6 տարի ընթացքին որ դուժեցիք եւ դոգացիք պատերազմական վիճակով ինչ թասեր գրծակ կաղել որպես հոգևոր բանասխան որպես քաղաքական բանասխանատուն եկուկիտ որպես անշուշտ հայորդին ինչ է ցեր գլխավոր տաս որ գրնակ կաղել ես փորձառուտենեն Առաջին հերթին որպես մարդ, ապա որպես եկեղեցական հավատքի նորոգություն ապրեցանք։ Հավատքը երբ որ սպառնալիքներու արժև գտնես եւ մարդահրավերներու թիմած գտնես, այն ադեն գաբացուցվի որ հավատքը երևակայությունը սկացում է, թե խորունկ գիտակցություն մնե Աստծո ներկայության եւ Աստծո մեր կյանքի մեջ թերագադարության։ Մենք ադի գաբրեցանք։ Այս հավատքի գիծով նաեւ մեր ժողովրդի զավակները որոնք երբեմն ավանդապար եկեղեցի կհաջախեին, այսօր երբ որ եկեղեցի կան, փարերը իրենց փարերն են, փող կառնեմ եւ գսեմ սկսանք աղոթել, կամ աղոթքին կարևորություն եւ նշանակությունը սորվեցանք։ Ասի առաջին կետն է հոգեվոր հավատքի շատ հիմնական, մարդու հոգին հետ կապված խնդրին առաջամբ։ Երկրորդը, որ ինձ համար շատ ավելի կարևոր է, մենք այսօր ինքնակնության եւ ինքնասրբակության ժամանակամիջոցի մեջ կմտնենք։ Մենք անդրադարձանք մեր թերություններուն եւ հավանաբար չանդրադարձանք բոլոր թերություններուն։ օրինակի համար Այդ թերություններն մեկը ճիշտ այդ մեկնողներու խնդիրն է։ Եթե հիշեցնեմ իմ անձնական փորձառությամբ դարձյալ Բոստոնի հայրենիքի մեջ իմ արտասանած խոսքը, որ նաեւ վերնակիր եղավ հետակային հոտվածիմը, հարցազրույցի հոտվածիմը, մենք փախչող ասկ չենք։ Ժամանակը ցույց տվա, որ մենք փախչող ասկ ենք։ Պետք է սրբակրել ասի։ Եվ այդ փախչելու հոգեբանությունն է, որ թե հայրենիք են, թե մեր պատմական ավանդական այս կարևոր համայնքներն թեպի ուր փախչելու հոգեվիճակ մտստեց է։ Ես կհասկանամ, մենք ալ միս ոսկորենք, մենք ալ դուն դեղ եկեղեցի դպրոց գարույցներ ունենք, մենք ալ նյութական մեծ վնասներ գրեցինք եւ կգրենք հավանաբար, բայց ամեն քայլափոխին եթե մենք ցկենք փախչինք, մեր ինքնութենեն, մեր նկարակրեն, մեր գոչում են, մեր թադի հետապնդման խնդիրներում մեջ են, որպես հավաքականություն, որպես ասկ այլևս գոյություն չենք ունենա։ Անորոշ գսեմ ինքնասրբակության մեջ մենք անդրադարձանք, որ գրնանք միասնապար ապրիլ, գրնանք միասնապար կործել, գրնանք միասնականությունը լոզունքեն վերածել իրականության, ծառայության ջամփով։ Եվ ադոր ապացույցը Սուրիահայ տակնավի ընթացքին կարենալ բոլոր մեր գարույցները, եկեղեցիները եւ գազագերբությունները կովկովի կալ։ Եթե մեկ ընտանիքի մեջ հայր մայր եւ երկու զավակները լան 4 հատ կարծիք կլա, ուր մնաց այս բոլոր հարանվանությունները, գազագերբությունները, միությունները կովկովի կան եւ կարենան թույլ տվեք այս բառը կործածելու ճիշտ կողմնորոշվել իրենց ընթացքի մեջ։ Շատ դժվար բան է։ Եվ թույլ դրվի այստեղ նաև ասել, մենք հիմա նաև սկսանք հասկանալ, որ մենք մինատնիշ չենք այս երկրակոլտին վրա, եւ Սուրիահայ համայնքը մինագը չէ լքված իմաստով, այլ նաև մեր բոլոր ծրագիրներում մեջ ինչպես վեհապարին այցելությունը եւ վեհապարին գոչը վերականգնումի, մենք համահայկական առումով մեկ ամբողջության հասկացությամբ իրարու հետ միասին գրնանք վերականգնել
մեր երթը եւ մեր գեցությունը Սուրիո մեջ, Միջին Արևելքի մեջ եւ հայության եւ հայրենիքի համար։ Շնորհակալություն Սրբազան, կուզեմ նշել, որ դուք այստեղ եք մոտ 2 շաբաթ եւ դարբեր օրերու ընթացքին դարբեր հանդիպումներ տեղի ունենան, առաջին հերթին խոսելով Փարիզահայ կյանքի մասին, այս գիշեր մենք այսօր 8 փետրվար ենք, այս գիշեր տեղի կունենա CCF-ի ընտրիկը նախագահի ներկայությամբ, ուր դուք նաեւ ձեր խոսքը կունենաք, վաղը Ալֆորվիլի մեջ 5 շաբթի 9 փետրվարին նաեւ հանդիպում կունենաք Ալֆորվիլի եւ շրջակա քաղաքներու հայության հետ, հաջորդ օր ուրբաթ օր Իսիլե Մուլինո քաղաքի մեջ, Կիրակի օր պիտի պատարակեք Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցու մեջ Փարիզի, Ժան-Գուժոն փողոցի եւ պատարակեն անմիջապես հետո կրկին Փարիզի հայության հետ հավաք դեղի ունենա, որ դուք եւ Գարոյ Ուզբաշյանը պիտի հանդիպիք եւ այս զրույցը պիտի շարունակվի ժողովրդի հետ։ Նշեմ, որ հաջորդ օրերուն դուք նաև քաղաքական հանդիպումներ պիտի ունենաք ձեր ակուտականներու, քաղաքապետներու, արևելքի քրիստոնյաներու, գազագերբության ղեկավարներու, շրջանային կամ նահանգային խորհուրդներու ներկայացուցիչներու հետ, այդ Փարիզյան շրջանի, Լիոնի շրջանի, Տեսինի, Վալանսի, Մարսեի եւ նաև Հոլանդա եւ Բելգիկա, այնպես որ բավական այսպես հակեցած ծրագիր մնե որ ունիկ այս մի քանի օրերու ընթացքին եւ այս բոլորի մեջ կա նաեւ դրամահավաքը, ճիշտ է որ այսօր ավելի խաղաղ վիճակ է, բայց խաղաղ չի նշանակեր որ գարիկները բացած են, գարիկները փոխված են եւ գարիկները ընդհանրապես ավելի բազմացած են եւ ավելի շատացած են, հատորամար գոչ է որ բոլորս կուղենք մենք մեզի որ բոլորս մասնագիծ դառնանք ավելի կան նախորդ տարիներուն, այդ պատճառով կարելի է հերացայնել IPFM, կարելի է հերացայնել Ռադիո Արմենի, կարելի է հերացայնել Ռադիո A, Գաբույթ Խաչին եւ արդեն նվիրատության խոստումները ներկայացնել, որբեսի 18 փետրվարին Ռադիո Տոմը գազմագերբենք բոլորս միասին այս ստուդիոյներս, ուր ներկա պիտի նաեւ Ռադիո A եւ Ռադիո Արմենի պիտի մասնակցին այս ռադիոթոնին եւ բոլորս փորձենք միասին մեր ցերկը երկարել, ինչպես նախապես, բայց այս անգամ ավելի մեծ գումարներով Հալիբայության, Սուրիահայության, այո, Հալիբայի մասին ավելի շատ կակնարկենք, բայց պետք չեմ օրինակ, որ կեսաբը մեզի արդեն եթե փորձենք մի քանի տարի հետ երթալ եւ ինչ ապրումներ ունեցանք կեսաբի հարցակման բարակային եւ ասված չնե կրկնվին այսպիսի բաներ, որովհետեւ ոչինչ դեռ ավարտած է Սուրիայու պատերազմի առումով։ Դուք ներկա պիտի լաք մեր 18 փետրվարի ռադիոթոնին այս սեղանի շուրջ եւ շատ կցանկանանք որ ժողովուրդը զորակոչի ընտարկվի եւ արդեն այս բանը սկսին մտածել իրենց ասկականներով, բարեկամներով, երիտասարդներ փոքր գումար խումբ մգազմեն եւ մտածեն որ այդտեղ կան դեր մարդիկ, որոնք այսօր ճուր չունին, որովհետեւ ճուրը կտրված է 3-4 շաբաթի կտրված էր ճուրը, նույնիսկ պաստորեն խաղաղության մեջ գարիկները դարբեր են, էլեկտրականության խնդիր կա, ժեներատորների խնդիր կա, դերևս ամենադարական բանջարներու խնդիր կա, այնպես որ ժամն է ցույց տալու, որ այս մնացողներուն մենք նաև կողքինը լանք այս դժվար օրերուն։ Շնորհակալություն Սրբազան հայր Տիգրան Եղավյանը քիչ առաջ նշեց ձեր նաև բացի առաջնորդական պատասխանատվությունները նաև որպես մտավորական դեմք ձեր գործունեությունը, ձեր նպաստը ընդհանրապես այդ մասին դեռ մենք արիթ կունենանք խոսելու։ Շնորհակալություն Գարո Ուզբաշյան, հիշեցնեմ, որ դուք ազգային ժողովի անդամ եք եւ նաեւ դաշնակցության ներկայացուցիչը Հալիբի մեջ։ Շնորհակալություն Տիգրան Եղավյան եւ Ժիրայր Չոլակյան, Ֆրանս Արմենի եւ նոր առաջին անգամն է որ այս ձևաչափով մենք հանդիպում կունենանք հյուրի հետ։ Շնորհակալ ենք մեր ունկնդիրներուն եւ ցտեսություն։ Մենք շնորհակալ ենք ձեզ Radio IPFM.
sur table. Une émission proposée par Alp FM.